Բարև ձեզ, հարգելի Facebook-յան ընկերներ եւ ոչ միայն ընկերներ, բարև ձեզ, հարգելի ժողովուրդ։ Այս ուղիղ եթերում պատասխանելու եմ ձեր կողմից հնչեցված հարցերի, որոնք կարող եք գրել մեկնաբանություններում։ Այստեղ արդեն որոշակի հարցեր ուղարկել են նախորդ գրառմանս հետ կապված, այսինքն գրառում էի արել սրա համար։ Հիմա սկսեմ այդ հարցերին պատասխանել առանց երկար-բարակ ժամանակ կորցնելու։ Միանգամից ասեմ, որ կեղծ եվրոպամետներին քննադատությանս հետ կապված, կարծում եմ, որ դրա հետ կապված, Facebook-ի տեսանելիությունը կտրուկ ընկել է, բայց դա կարծում եմ առանձնակի խնդիր չի առաջացնի, որովհետև նրանք, ովքեր պետքա նայում են, նրանցում հետաքրքիր է նայում են, առավել ևս քաղաքական ուժերը եւ մտավորական որոշակի անձին, գաղափարական հայրենակիցները հետևում են ելույթներիս, խոսքիս, կապի են դուրս գալիս, հանդիպումներ են ունենում, մի խոսքով, բայց ամեն դեպքում կխնդրեի այս զրույցը տարածել, եթե դժվար չի, այս զրույցը կիսվեք ձեր պատերին, տարածեք, թող հնարավորինս մեծ թվով հայրենակիցներ հաղորդակից լինեն մեր այս զրույցին։ Եթե հարցեր ունեն, կարող եք գրել։ Ժամանակը ըստ էության սահմանափակ չի, բայց կարծում եմ 1-ից 2 ժամ կտևի այս հարցազրույցը, եւ այսպես սկսում եմ առաջին հարցից։ Նախապես հարցերին չեմ ծանոթացել, ընթացքում էլ որ գամ բնականաբար ինձ համար անակնկալ են լինելու, եւ այսպես ինչ է ուզում Սերժ Սարգսյանը։ Անկեղծ ասած դժվարանում եմ ասել ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, բայց այնքանով որքանով նրան հասկանում եմ, խոշոր հաշվով փորձում է Սերժ Սարգսյանը բալանսավորել քաղաքական դաշտը, բալանսավորել արտաքին քաղաքական մեր դիրքորոշումը, չնայած ինձ համար շատ ցավալի է, որ մեր քաղաքական միտքը տասնյակ տարիներ զբաղված էր Ղարաբաղյան հարցով եւ միայն Ղարաբաղյան հարցով, այստեղ կարևոր է նշել եւ միայն, եթե զբաղվեր թե Ղարաբաղյան հարցով, թե առհասարակ քաղաքագիտությամբ, քաղաքագիտական հարցերով, սոցիոլոգիայի, հումանիտար հասարակական գիտությունների տարբեր ասպեկտները ուսումնասիրելով եւ մեզանում ցանկալի, էֆեկտիվ աշխատող, ներդաշնակ համակեցություն ապահովող հասարակարգի շուրջ նաև քննարկումները եւ այսպես խմորումները լինեն, ես շատ ուրախ կլինեմ, բայց ցավոք սրտի այս ամեն ինչը մնացել է մի կողմ, տասնյակ տարիներ հիմնական հարցը եղել է միայն Ղարաբաղյան հարցը, ամեն այլանդակություն բացատրվել է Ղարաբաղյան հարց ունենք, եկեք մեզ այնպես անենք, որ թուրքը չուրախանա, թշնամին չտեսնի չուրախանա, հիմա էլ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցն է մտել նման ձևով օրակարգ, էլի բլոկավորելով, շրջափակելով հնարավոր առողջ բոլոր քննարկումներն ու խմորումները, որոնք կարող են լինել, էլի եմ ասում, մեր երկրի ներսում ներդաշնակ համակեցություն կերտելու խնդրի լուծմանը, ուրեմն խոչընդոտելով, նոր հասարակարգ ձևավորելու, ուրեմն ջանքերին խոչընդոտելով եւ միայն արտաքին կողմնորոշում։ Եվ այստեղ կան ռուսամետներ եւ կեղծ եվրոպամետներ, ովքեր կեղծ արևմտամետներ, ովքեր էլի ամբողջ կարևոր լրջագույն կարևորագույն հարցերը մի կողմ են թողնում եւ միայն ամեն բան պայմանավորում են արտաքին քաղաքական կողմնորոշմամբ։ Սերժ Սարգսյանը այստեղ փորձում է բալանսավորել, բայց այնպես չի, որ Սերժ Սարգսյանն էլ նոր հասարակարգի, ասենք, մասին է մտածում, ինչը կապացուցեմ, մինչև այսօր հանրապետական կուսակցության նախագահը, միթե հանրապետական կուսակցությունում չկան շնորհալի կադրեր, որոնք կարող են նախագահել կուսակցությունը, իսկ ինքը որպես ավագ ընկեր, խորհրդատու, ուղղորդի, չգիտեմ, թույլ տա, որպեսզի երիտասարդները կամ ոչ այնքան արդեն 50 տարեկան մարդիկ կան հանրապետականում մեր սերնդից, ովքեր կարող են առաջնորդել հանրապետական կուսակցությունը, բայց Սերժ Սարգսյանն էլ նստել է իր աթոռին ու արդեն չգիտեմ քանի տարի կամ 10 տարուց ավել հանրապետականի նախագահությունն է իր վրա պահում, այսպիսով թույլ չտալով մի շատ կարևոր ինստիտուցիոնալ պրոցես, սերնդափոխություն։ Եթե չկա սերնդափոխություն, չկա կյանք։
Եթե չկա սերնդափոխություն, չկա առողջություն։ Եթե չկա սերնդափոխություն, չկա դիմադրողունակություն։ Սերնդափոխությունը կարևորագույն process է կենսունակության, առողջության ապահովման գործում։ Բնությունը կարար ստեղծեր մարդու համար, չգիտեմ, կամ տարբեր կենդանիների համար հարյուրավոր տարիների կյանք, բայց սերնդափոխությունը գալիս է հենց թեկուզ մարդը շարունակում է ապրել, դառնում է տատիկ-պապիկ, բայց ենթադրենք իր սերունդները չափահասություն ձեռք բերելով դառնում են հիմնական խաղացող ընտանիքում, հասարակությունում եւ այլն։ Սա շատ կարեւոր է առողջ հանրային մթնոլորտի, առողջ կուսակցական մթնոլորտի, առողջ քաղաքական մթնոլորտի ստեղծման եւ զարգացման համար։ Ինչ է ուզում։ Ուզում է բալանսավորի, որքան ես եմ հասկանում, ուզում է, որ այդ սերնդափոխությունը չլինի, որտեղ կարծում եմ չի էլ հասկանում դրա կարևորությունը, կամ հասկանում է, բայց չի կարևորում այնքան, որքան որ ինքը հələ այդ դիրքում պետքա որոշակի հարցեր լուծի բան եւ այլ, ինչի հետ խիստ համաձայն չեմ, Եվ իհարկե ուզում է, որպեսզի իր թիմը նորից գա իշխանության, հնարավորինս գա իշխանության, հնարավորինս իրենցով լինի ապագա իշխանությունը, որովհետև այստեղ ալտուրուիզմ չկա, հա, դիմացին մտածեն, այ գիտեք, հա, ես գնամ, թող ուրիշները գան։ Նա խորապես համոզված է, որ Հայկ Մանասյանն ով է, որ Հայկ Մանասյանը օրինակ գա իշխանության։ Եթե նա իր թիմակիցներին չի տալիս կուսակցական ղեկավարի աթոռը, նա կարող է թույլ տա, որպեսզի երկրի առաջնորդի աթոռը մեկ ուրիշին լինի, ոչ իր կուսակցությունից, իհարկե ոչ։ Էնպես որ ինչ է ուզում։ Չգիտեմ, ամենայն դեպս ինչ էլ ուզի Սերժ Սարգսյանը, ես կարծում եմ, որ նա լավ կլիներ դա աներ այլևս որպես թոշակառու, այլևս որպես խորհրդատու, որպես ավագ ընկեր իր թիմակիցներին եւ ճանապարհտար երիտասարդներին։ Սա երիտասարդ էլ եմ ասում 50 տարեկան մարդկանց մասին է խոսքը։ Երիտասարդ ասելուց ես նկատի ունեմ 20-25 տարեկաններին։ Բարև ձեզ, Դավիթ Կարայան։ Բարև ձեզ, շատ շնորհակալ կլինեմ, եթե հնարավորություն գտնեք պատասխանելու հետևյալ հարցերին։ Հա, մի քանի հարց է գրել Դավիթը։ Ինչպիսի տեսլական ունեք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ առանց երրորդ կողմի ներգրավման։ Շատ ծավալուն հարց է, հատկապես երբ որ ասում եք առանց երրորդ կողմի ներգրավման։ Առանց երրորդ կողմի ներգրավման նշանակում է հարաբերություն, որտեղ երրորդ կողմի ներգրավմամբ դա արդեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություն չի։ Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություն չի։ Կամ խաղաղություն հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, էլի երրորդ կողմի ներգրավումը ստեղ հարցեր է առաջացնում, բայց այնպես չի, որ ուղղակի շփումները հարցեր չի առաջացնում։ Այսօր Ադրբեջանը իր մեծ խաղերից ելնելով, մեծ, այսինքն թե ռեգիոնալ, թե աշխարհաքաղաքական խաղերից ելնելով, ինչպես տեսնում եք, առանձնակի ողջևորված չի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելով, Թուրքիան առավել եւս առանց նախապայմանների Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ցանկություն չունի։ Ես դեմ չեմ, ավելին կողմ եմ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների, ինչը կարծում եմ Թուրքիայի համար անընդունելի է։ Եթե ընդունելի է, ապա խնդրեմ թող ցույց տան, մենք էլ տեսնենք։ Ադրբեջանի հետ խաղաղությունը, էլի դեմ չեմ Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց Ադրբեջանը փաստացի Ղարաբաղյան հարցը միակողմանի, ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով, ամեն ինչ իրեն, ոչինչ մեզ, այս սկզբունքով հռեկոպալի այս հարցը լուծել է։ Ավելին լուծելուց հետո, եթե նա շատ արագ անցում աներ հարաբերությունների կարգավորման, խաղաղության, հնարավոր այսպես մանր հարցերի լուծումից դեպի ավելի խոշոր տարաձայնությունների քննարկում եւ հանգուցալուծում, ես կհասկանայի։ Բայց Ադրբեջանը այդպիսի դիրքորոշում չի բռնել։ Եվ իմ անձնական կարծիքն է, որ Ադրբեջանի հետ պետքա շատ զգուշավոր լինել եւ պետքա այսպես միանշանակ մենք խաղաղություն ենք պաշտում եւ վերջ այս դիրքորոշումից դուրս գալ։ Ինչու՞։ Տեսեք, երբ որ դուք միանշանակ ասում եք,
Ես բերեմ արտաքին կողմնորոշման առումով։ Եթե դուք միանշանակ երթվում եք արևմտյան համագործակցության եւ արևմտյան կողմի հետ միանալ, արևմուտքի հետ դուք դառնում եք ոչ այնքան արժեքավոր, որովհետեւ արդեն գրպանում դրած եք։ Արդեն մնում է իրանք կորոշեն, քո հետ ուզում են, թե չեն ուզում։ Եթե դուք միանշանակ ասում եք Ռուսաստան առանց քեզ կյանք չկա, մենք գալիս ենք դեպի Ռուսաստան, ելի դուք ձեր արժեքը կորցնում եք, որովհետև Ռուսաստանն ասում է, իսկ բերանդ ինչա որ չգաս դեպի Ռուսաստան։ Երբ որ դու թե արևմուտքին, թե Ռուսաստանին օրինակ ասում ես, լսի, կամ գալիս ես իմ հետ համագործակցության, կամ ընդունում ես ինձ քո հետ հավասարը հավասարի, կամ չգիտեմ, որոշակի պայմաններով փոխհարաբերության մեջ, թե չէ ես կգնամ այլ գործընկերներ կգտնեմ հարաբերությունների եւ համագործակցության համար։ Այդ դեպքում տվյալ կողմը երկար է մտածում միջև քեզ, որպես խաղալիք, այսպես մատերի վրա կֆռացնի։ Կապ չունի դա արևմուտքն է թե Ռուսաստանը։ Ցանկացած կողմի, եթե դու ասում ես, գիտես ինչ կա, մեր հարաբերությունների հարցում ես հələ մտածում եմ։ Ես այլընտրանք ունեմ, որը այդքան էլ քեզ ձեռնտու չի, օրինակ։ Եթե ուզում ես մենք համագործակցենք, ու քեզ համար լինի ձեռնտու, պետք է ինձ համար էլ լինի ձեռնտու։ Ու եկեք հասկանանք, մենք գնում ենք այդ համագործակցության, թե չէ, ինչ պայմաններով։ Հայտարարեք այն մասին, տեսեք Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում։ Հայաստանը պատրաստ է արևմտյան համագործակցության, երբ որ դա պատրաստ լինի, Եվրամիության մեջ կմտնի, կամ չգիտեմ, տեխնացու երկիր կդառնա, երբ արևմուտքը դա հարմար կհամարի։ Ինչի այ ընկեր։ Ինչի։ Ասանգեր ջան, մի երկու հայտարարություն դուք բացահայտարեք, որ դուք էլ պատրաստ եք Հայաստանին տեխնացուի կարգավիճակ տալ։ Ես էլ այսպես հայտարարեմ։ Չեք հայտարարի ընկեր, ես ինչի եմ ընկեր ձեր դռները, ձեր ոտները մի հատ է վատամարդ լինում ձեր մրցակիցներին կամ հակառակորդներին, օրինակ Ռուսաստանին կամ Իրանին կամ Չինաստանին։ Ինչի եմ վատամարդ լինում։ Նույնը Ռուսաստանի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Ռուսաստանն է միակ այն տարբերակը, առանց որի մենք հնարավորություն չունենք մեր իրավունքները քիչ թե շատ ապահովել կամ սպասարկել, թող Ռուսաստանն էլ մի երկու քայլ անի, ցույց տա, ոնց որ Արցախյան հարցում 100 անգամ ասել եմ։ Ղարաբաղյան հարցը ռուսի խնդիրն է, թող ցույց տա, որ ինքը չի խաղացնում մեզ մատի վրա վերջում փուրը տալու համար։ Առանց այնե մի փուլով փուրը տվեց 20 թվականի պատերազմով։ Արդեն շրջափակման մեջ գտնվող Արցախի համար թող Ռուսաստանը մի բան աներ։ Թող աներ ու ցույց տար, որ ինքը պատրաստ է մի այսքան Ադրբեջանի հետ վատամարդ լինի հանուն Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության։ Ցույց տվեց։ Ոչ։ Բան չես գնացենք եւ ոտները։ Այսինքն նրանք միակն ու անկրկնելի չեն այս տարածաշրջանում։ Վերջին հաշվով նույնը կարասես ընկեր կգնամ Թուրքիայի հետ կհամագործակցեմ։ Թուրքիային կարասես ընկեր ջան կգնամ, չգիտեմ, Ռուսաստանի, Չինաստանի հետ կհամագործակցեմ։ Բալանսավորել կարելի է։ Միանձնյա մեկին այսպես անձնատուր լինելը անհեթեթություն է ինձ համար, դիվանագիտական, քաղաքական անհեթեթություն է։ Միշտ սիտուացիա կա, որ դու կարաս խաղաս։ Այդպես է խաղում օրինակ Ադրբեջանը, հենց այդպես էլ խաղում է։ Այնպես որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղություն, այո, իհարկե խաղաղություն, բայց ինչ գնով, ինչ պայմաններով։ Չկա այդպիսի վիճակ, որ գիտեք մենք փակողային դրության մեջ ենք, հեչ էլ փակողային դրության մեջ չենք, հեչ։ Եթե ֆիլտրերը հանենք, մի քանի պայմաններ ենք մենք մեր համար ֆիքսե, դրանով ստացվում է փակողի, խաղաղության ալտերնատիվ չկա։ Այն էլ ոնց կա։ Էսի արդեն խորը քաղաքագիտական բան եմ ասում, ճակերտները չեն բացի։ Մի երկու ֆիլտր, որ մենք հանենք, ասենք լավ։ Կարմիր գծերը մեր որոշակի հարցերում թույլատնում ենք։ Ադրբեջանի հերն անիծելու նույնիսկ հնարավորություն կա։ Այնպես որ սրա մասին Ադրբեջանն էլ պիտի մտածի, խաղաղություն, բայց ինչ գնով, իհարկե խաղաղություն։ Իհարկե։ Բայց ինչ գնով, ինչ պայմաններով։ Սա իմ կարծիքն է։ Միգուցե հասնեմ արտգործնախարարության այդ փակ փաստաթղթերին եւ տվյալներին, բանակցությունների կոնտեքստին ավելին ասեմ։ Միգուցե ավելի ողջևորված եւ ավելի լայն սպեկտրի լուծումներ ինձ համար դառնան, ուրեմն լուծումներ բացահայտվեն, միգուցե որոշակի ավելի կաշկանդվեմ այս հարցին պատասխանելու մեջ։ Բայց բոլոր դեպքերում սխալ չեմ ասելով, որ գինը պայմանները խիստ կարևոր են։
Ադրբեջանի հետ եթե էլի լինի առանց նախապայմանների, էլի կարելի է մտածել։ Թեև Ադրբեջանի հետ մենք հարցեր ունենք։ Մենք լուրջ հարցեր ունենք եւ հիշեցնեմ, առ այս պահը Ղարաբաղը աշխարհի համար դեռ հանդիսանում է վիճելի տարածք։ Առ այս պահը դա լավ գիտի Ադրբեջանը, դա լավ գիտի Ռուսաստանը, դա լավ գիտեն այդ Մինսկի խմբի մնացած երկրները։ Եվ դրա համար էլ ասում արի այս Մինսկի խումբը ցրենք։ Եվ դրա համար էլ ասում է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտեղ առ այս պահը Ղարաբաղը թղթերի վրա գոնե մնում է վիճելի տարածք։ Եվ հաճախ են կեղծ վերլուծաբանները, կներեք, որ գնահատականներ եմ տալի, որոնք ներկայացնում են Պուտինը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Պուտինի այդ ելույթը կամ այդ խոսքն են մեջբերում, ես պահին Քավլիցի, ես Պուտինին չեմ պաշտպանում, ես առողջ բանականությամբ անալիզ եմ անում։ Պուտինը ինչ ասում, նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն Պուտինը ասում է, այն դա վիճելի տարածք է, բայց դուք ձեր վրա վերցրեք այդ վիճելի տարածքը ամրապնդելու որպես վիճելի տարածք, որ ես էլ խոսալու տեղ ունենամ, ասեմ վիճելի տարածք է կամ վիճող կողմեր։ Որովհետև այստեղ պետք է խոսանք արդեն ինքնորոշման իրավունքից եւ տարածքային խնդիր որպես։ Ինքնորոշման իրավունքից խնդիրը հասավ տարածքային կոնֆլիկտի, հասավ վերջը, դարավ տարածքային կոնֆլիկտ։ Եթե տարածքային կոնֆլիկտ է, ապա գոնե դուք որպես վեճի կողմ Հայաստանի Հանրապետությունը հանդես եկեք, Պուտինն է դա ասում։ Ես էլ ասում եմ, դու էլ մի նշան ցույց տուր, որ դու դրանով մեզ վերջնականապես փոսը չես գցելու, մեր ձեռքից խլես անկախությունը, Ղարաբաղին ինչ որ անորոշ հեռանկար տաս մշակութային փոքրամասնության ձևով։ Մեծ թեմա է։ Երկրորդ հարցը, հնարավոր է, որ դուք առաջադրեք ձեր տեխնատությունը 2026 թվականի սպասվող ընտրություններին։ Ոչ թե հնարավոր է, այո, ես դա հայտարարել եմ, ես այդպես որոշել եմ եւ 26 թվականի ընտրություններին ես լինելու եմ մասնակից տեխնատուի կարգավիճակում։ Երրորդ, եթե այո, ապա երբ նախատեսում եք հանրայնացնել ձեր ծրագիրը ուղղված երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Հարգելի Դավիթ, նոյեմբեր ամսից այդ ծրագրերը ներկայացնում եմ քաղաքական գաղափարախոսության տեսքով, քաղաքական ազգ դառնալու խնդրի հարցի շուրջ։ Վերջին երևի ասեմ նոյեմբեր ամսից 6 ամիս, 5 ամիս, 4 ամիս, չգիտեմ։ Շարունակ, ես հենց դա եմ ներկայացնում։ Պարզապես դա այնպես չի, բանը կրթությունը լավացնենք, առողջապահությունը լավացնենք, եսի լավացնենք։ Հայ ազգ, որպես քաղաքական ազգ գոյություն չունի։ Պետքա ձևավորել, հայ ազգը պետքա ձևավորվի որպես քաղաքական ազգ, քաղաքականությանը մասնակցող։ Դրա համար մինիմում կրթություն գիտելիքներ են պետք։ Հիմնադիր զավակների նախաձեռնությունը հենց դրանով է զբաղված։ Իմ վերջի հարցազրույցներում բազմիցս օգտագործում եմ առանձին կտորներ, այսպես ասած, եթե քաղաքական ծրագիր եք ուզում, ապա նոր սահմանադրության մասին է խոսքը։ Նոր սահմանադրություն պետքա, նոր պայմաններ պետքա որոշվեն հարաբերվելու համար։ Այդ նոր սահմանադրության նախաբանը պրեամբուլան ավելի ճիշտ է ասել, արդեն հրապարակել եմ։ Հիմնական արժեքները, հասկացությունները, նպատակները եւ ուղիները պրեամբուլայում, նոր սահմանադրության պրեամբուլայում ամբողջական տրված են։ Դա որոշակի վերանայման կարիք ունի իհարկե, բայց դա հիմնական ասելիքն է, որ արդեն հրապարակված է։ Ավելի հանճարեղ եւ ավելի կոռեկտ հակիրճ ներկայացնել ուղղակի հնարավոր չի։ Նու այդպես, Դավիթ ջան։ Եղիշե Ադամյան, ինչու Նիկոլ Փաշինյանը 2018 թվին խաբեց ժողովրդին եւ չպատժեց Գարեգին Բ-ին, Քոչարյանին եւ Սերժին։ Ոչ թե խաբեց չպատժեց, այլ խաբեց թե ինքը հեղափոխություն անում։ Այդ մարդիկ նու համանայնպես Քոչարյանի հետ կապված որոշակի հետապնդումներ եղան, բայց Նիկոլ Փաշինյանը անկախ առաջնորդ չի, նա խիստ ազդվում է գերտերությունների կողմից, գերտերությունները կարող են
վերաբերմունք ցույց տալ, սանկցիաներ կիրառել թե Նիկոլ Փաշինյանի, թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ իսկ պատճառով նա չի կարող ուղղակի այդպես հանդուգն վարվել տարբեր խոշոր ուրեմն դեմքերի հետ։ Ուստի տարբերակներ է Եղիշեն առաջարկում, ուժը չի պատում Մոսկվայի վրա, ոչ միայն Մոսկվայի, կաթողիկոսին պատժելը խիտենց հեշտ է, մենակ Մոսկվան է, բայց Սփյուռքը եկեղեցուն կպնելը խիտենց հեշտ է, այդպես հեշտ չի, մանավանդ այդպես պաշտոնյայի համար, այդպես հեշտ չի։ Երկրորդ, նրանց հետ մի թիմ է, ոչ չեմ կարծում, թե նրանց հետ մի թիմ է, բայց համենայն դեպս նրանց հետ որոշակի ստվերային պայմանավորվածություններ հնարավոր են, հատկապես Սերժ Սարգսյանի հետ։ Ես այդպես եմ կարծում։ Նրանց պահում է ընդդիմադիր, որ մնա իշխանություն։ Նու հատուկ չեմ ասի, որ պահում է, բայց այդպես խաղում է։ Այդպես խաղում է, այդպես մանիպուլացնում է, նրանց էլ է դուր գալի այդ դերը, որոնք իրանք էլ մնում են թիվ 1 ընդդիմադիր, այսպես ասած, հիմա էլ պայքար է գնում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարների միջև ընդդիմության առաջնորդությունը ստանձնելու համար, դուք երևի թե դա տեսնում եք, համենայն դեպս էլի եմ ասում, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի համար ես ակնկալում եմ իրենց թիմերում սերնդափոխություն, հարգելիներս, սերնդափոխություն, մինչև 26 թիվը, այդ սերնդափոխությունը լուրջ պիտի տեղի ունեցած լինի։ Եթե դուք ուզում եք, որպեսզի թեկուզ Հայաստանում քաղաքական process-ները մի քիչ խելքը գլխին լինեն։ Հերիք եղավ, դուք առանց այդ էլ 20 տարի ձեզանից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականի ընտրությունները կեղծելով, զորբայություն անելով եւ երկրորդ փուլի չգնալով, ուշադիր, երկրորդ փուլի չգնալով։ Դուք սերնդափոխության, քաղաքական իշխանական սերնդափոխության ինստիտուտը տապալել եք, խեղդել եք, սպանել եք, փչացրել եք, ահռելի մեծ քանակի, ընդհանրապես քաղաքական ինստիտուտներից կարևորագույններից մեկը երկրում, եթե երկրում վերցնենք, հիմնական մի քանի ինստիտուտ, սոցիալական ինստիտուտներ, տնտեսական ինստիտուտներ, իրավական ինստիտուտներ, քաղաքական ինստիտուտներ եւ պետական ինստիտուտներ, ամբողջ երկրի հանրային կյանքը այս 5 հիմնական, այսպես պայմանական ասած, 5 հիմնական ինստիտուտներով է կառավարվում։ 5 հիմնական համակարգեր են կազմակերպում երկրի կյանքը։ Ամեն ինչ որ երկրում տեղի է ունենում, ամեն ֆունկցիա, որ երկիրը, ձեր ասած պետությունը ունակ է, այս 5 հիմնական ինստիտուտներով է տեղի ունենում։ Հասարակական ինստիտուտներ, տնտեսական ինստիտուտներ, իրավական ինստիտուտներ, քաղաքական ինստիտուտներ եւ պետական ինստիտուտներ։ Հիմա քաղաքական ինստիտուտների մեջ կարևորագույն ինստիտուտը ընտրություններով իշխանության փոփոխությունը, առհասարակ ընտրությունները, քվեարկությունը։ Դա կարա լինի ընտրություններ ինչ որ հարցի շուրջ, կարա լինի հանրակրվե։ Հանրակրվե ինչ որ հարցի շուրջ եւ ընտրություններ, ընտրական գործընթաց։ Այս ինստիտուտը քաղաքական ինստիտուտներից կարևորագույններից է։ Դե մի քանի քաղաքական ինստիտուտներ կան, առաջիկայում դա կհրապարակենք։ Այդ քարտեզը, անատոմիան, մեր հասկացած պետության անատոմիան եւ ֆիզիոլոգիան։ Ինստիտուցիոնալ ազատակամություն, ազատակարգություն գաղափարախոսության ներքո կներկայացնենք դա։ Հիմա դա դուք փչացրել եք։ Առանց էնել 96 թվականից սկսած դա փչացրել եք։ Թույլ տվեք դա վերջին հաշվով այդ ինստիտուտը կայանա։ Թույլ տվեք այդ սերնդափոխությունը արեք, այ ընկեր։ Ոչ թե Նիկոլին մեղադրեք նրան։ Նիկոլը խիչ չուներ այդ հեղափոխության օրը։ Մի 10 հոգի, 5 հոգի ալտերնատիվ չուներ երկրում։ Խիչ ուներ։ Պարոնայք։ Լևոն Տեր-Պետրոսյանը մի 5-10 հոգի ալտերնատիվ չուներ 2008 թվականին, որ էլի Լևոն Տեր-Պետրոսյանն էր գալիս։ 98 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տալի, ինչի մի 5-10 հոգի ալտերնատիվ չկար երկրում իշխանափոխության համար, որտեղ դուք եք թաղե քաղաքական կարևորագույն ինստիտուտը ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը կամ հանրակրվեները։
Դուք դա թաղել եք, ձեր գործով։ Պրոստը ժողովուրդը տեղյակ չի, ժողովուրդը գիտի թալան մալան այսքան բան։ Ժողովուրդը չի հասկանում, այդ ինչ եք դուք ապական է։ Եվ հիմա որպես խավություն, դե ինչ եղել է։ Որպես խավություն, գոնե ձեր կուսակցություններում այ ընկերներ, գոնե ձեր կուսակցություններում սերնդափոխություն ցույց տվեք տեսնենք։ Գոնե ձեր կուսակցություններում։ Հա, ինչ թվում է այս հարցին էլ քիչ թե շատ պատասխանեցի։ Դավիթ Այվազյան, բարև ձեզ ժողովրդավարությունը եւ ռազմարդյունաբերության ոլորտի այս մրցելավազքը չեն հակասում միմյանց։ Ամենևին։ Ռազմարդյունաբերության ոլորտի այս մրցելավազքը ուր է ռազմարդյունաբերական ոլորտում մրցավազք, որ եթե համակարծիք եք, ապա կարող ենք ասել, որ ժողովրդավարություն չկա եւ չի կարող են ներկայիս պայմաններում։ Ոչ, հարգելի Դավիթ, ժողովրդավարությունը դա մթնոլորտ է, կլիմա է, որ գոյություն ունի համակարգերում, հա, սոցիալական համակարգերում։ Այսինքն մարդիկ իրար եթե լսում են, առաջարկները քննարկում են, իսկ գործողություններ անելու դեպքում պատասխանատու պոստերում գտնվող անձին կանհատները հաշվետու են, սա ժողովրդավարություն է։ Ժողովրդավարությունը, երբ որ մարդիկ իրար հետ քննարկելով են որոշումներ կայացնում, ոչ թե կա մեկը, ով բոլորին գլխին տեր է ու ինչ մտքին փչում է անում է ու տենց առաջ են գնում։ Ռազմարդյունաբերությունը ըստ էության, որպես արդյունաբերական ոլորտ, կարելի է համարել տնտեսական ինստիտուտների մեջ։ Տնտեսական ինստիտուտների մեջ։ Հա, թող մարդիկ ռազմարդյունաբերություն անեն, որոշակի մրցակցություն լինի ռազմարդյունաբերության մեջ, ով ավելի լավ պրոդուկտ կտա, ում պրոդուկտը ավելի ցանկալի կլինի շուկայի կողմից, որը էլի իր հերթին տնտեսական ինստիտուտ է։ Այդտեղ էլ հարցը կլուծվի։ Այսինքն ռազմարդյունաբերության ոլորտը ըստ էության տնտեսական ինստիտուտների բլոկումը, նոր ես ասացի, չէ, 5 ինստիտուտներ։ Տնտեսական բլոկումը։ Դա բանակի հետ կապված, այսինքն պետական ինստիտուտի հետ կապված է, բայց վերջին հաշվով պետական ինստիտուտն էլ ստեղ շփվում է շուկայի միջոցով։ Չէ, գնով եւ որակով չափում է։ Գնով որակով հարմար է կամ հարմար չի։ Ուզում ասեմ, սա իրար հետ չի հակասում։ Իսկ ժողովրդավարությունը դա ավելի շատ արդեն քաղաքական ինստիտուտների կլիմային է վերաբերվում։ Ասեք 5 ինստիտուտ ասեցի։ Տնտեսական ինստիտուտները, որոնք կարա երկիրը լինի ոչ ժողովրդավարական, բայց տնտեսական ինստիտուտները աշխատեն։ Այսինքն լինի, չգիտեմ, մասնավոր սեփականություն, շուկա, ձեռնարկատիրություն եւ այլն, բանկեր, չգիտեմ, ապահովագրական ընկերություններ ու ժողովուրդը երկիրը չլինի ժողովրդավար։ Եվ ճիշտ հակառակ էս ամեն ինչը կարա աշխատի, երկիրը լինի ժողովրդավար։ Իհարկե ժողովրդավարության պայմաններում այս ամեն ինչը շատ ավելի էֆեկտիվ է աշխատում, եթե ժողովուրդը ունակ է վարելու ինքն իր կյանքը, իր քաղաքականությունը։ Ժողովրդավարությունը դա շատ ավելի շատ մարդկանց այդ ժողովրդի նյութի հետ է կապված։ Այդ ինչ նյութից է այդ ազգը ստեղծված։ Հասուն, ակտիվ, որոշումներ կայացնող, անհատականությունը հարգող, թե ամբողը։ Դա շատ կապված է դրանից։ Եթե ժողովուրդը ամբողջ է, տեր է մանգալի, որ իրան գահասի ու ինքը ուր գնա ինչ անի, այդ դեպքում ժողովրդավարություն չի լինի։ Դե ժողովուրդը ինքը պատասխանատվության զգացում ունի։ Ամեն առանձին վերցված անհատներն ու համայնքը ամբողջությամբ։ Դե պատասխանատվության զգացում ունի, ինքը սիրում է ազատություն, ինքը ուզում է ժողովրդավարություն։ Լիքը մարդիկ վախում են որոշում կայացնել, հանկարծ չսխալվեն։ Գերազանցիկի ֆենոմեն կա, չէ՞։ Գերազանցիկի այդ, որ ինքը վախենում է քայլանի, որովհետև մտածում է կսխալվի հանկարծ։ Այդ ֆենոմենով օրինակ տառապող անձանց շրջանում ժողովրդավարություն չի լինի։ Իրանց պետք է մի հոգի շեֆ, որ գա իրանց ասի, թե իրանք ինչ անեն։ Որպեսզի պատասխանատվությունը մնա շեֆի վրա, ով որոշումը կայացնել է, իսկ իրենք ունենան իրավունքներ եւ պարտականություններ։ Ժողովրդավարության պարագայում կան ազատություններ եւ պատասխանատվություն։ Ազատություն եւ պատասխանատվություն։ Մարդը ուզում է ազատություն եւ ուզում է պատասխանատու լինի իր արարքների համար, հետևանքների համար։ Դրա համար այդ ժողովրդավարությունը ժողովրդի նյութի հետ է կապված։ Այնքան էլ կապված չի մնացած հարցերի հետ։ Այդպես եմ կարծում։ Հարգելի Դավիթ։ Շահեն Վարդանյան, բարև ձեզ։
ասեք խնդրեմ, որն է ձեր տեսակետը դաշնակցային հարաբերությունը ՌԴ-ի հետ։ Տեսեք, դաշնակցային հարաբերությունը, եթե դաշնակցային հարաբերություն է, հետաքրքիր է խոսալ այս թեմայով, բայց դաշնակցային է որ։ Դաշնակցային հարաբերությունը դաշնակցային լինի։ Համենայն դեպս վերջի տարիների փորձը ցույց է տվել, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները ցավոք սրտի դաշնակցային չի։ Դրանից առաջ էլ դաշնակցային չի եղել։ Եղել է տեր ու ծառայի հարաբերություններ։ Ինչին ես կատեգորիկ դեմ եմ։ Տեր ու ծառայի հարաբերություններ Ռուսաստանի հետ ինձ համար, որպես քաղաքացի Հայաստանի, եւ եթե նույնիսկ ես լինեմ ավելին քան պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անընդունելի են։ Նման հարաբերություններ չի կարա լինի Ռուսաստանի հետ։ Այնպես որ դաշնակցայինին կողմ եմ, որ լինեն, եղած լիներ, բայց ուրա, ավելին եթե ապագայում պիտի դաշնակցային հարաբերություն, դա ահագին որոշվում է այլ խաղացողների հետ։ Արևմտյան երկրները ինչպիսի առաջարկներ կանեն դաշնակցային հարաբերությունների համար։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան։ Այս հաշվարկների մեջ հաշվի են կարող նաև Իրանի եւ Թուրքիայի առկայությունը։ Նրանք ինչ են առաջարկում։ Այս առաջարկներից, քննարկումներից, պայմանավորվածություններից կբխի Ռուսաստանի հետ իրական դաշնակցային հարաբերություններ կլինեն, թե ոչ։ Եթե Ռուսաստանը առաջարկի ավելին, քան այս, ապա հետաքրքիր է զրուցել։ Բայց մեկ հոգուց կախվածություն, անձնատուր լինել մեկ աշխարհքաղաքական բևեռի մեր տարածաշրջանում Հայաստանի համար նպատակահարմար չեմ գտնում։ Պետքա բալանսավորել։ Մեկ հոգուց կախվածություն, ով ուզում է լինի, Ռուսաստան կլինի, չգիտեմ, Ֆրանսիա կլինի, Ամերիկա կլինի, Չինաստան կլինի, մեկ հոգուց բացարձակ կախվածություն, անձնատուր լինել, նպատակահարմար չեմ համարում։ Ամերիկայի պես նախագահը փոխվում է, խնդրեմ, փոխվում է ահռելի մեծ թվով բաներ։ Ու կարա երկիրը Ուկրաինայի օրինակը տեսեք Ուկրաինայի գլխի նեկածը։ Ու պետքա հետևություններ անենք այս տեսակ իրականությունից։ Ոչ թե կողմնորոշում ընտրենք ու սկսենք ֆուտբոլի երկրպագուի պես մեկին կամ մյուսին բալետ անել, երկրպագել։ Չէ, այդ ֆուտբոլում մենք էլ ենք խաղում, ուշադիր, այդ դաշտում մենք էլ կանք։ Դուք որ նայում եք Ուկրաինա-Ռուսաստան բախումը, Ամերիկայի միջամտությունը եւ այլն, դուք մի նայեք դա որպես ֆուտբոլ նայող հանդիսատես, այդ դաշտում դուք էլ կաք, դուք էլ եք խաղացող, դուք էլ ընտեք դարպաս ունեք, այդ դարպասին էլ են գոլ անում։ Այս աչքերով նայեք, այս է քաղաքական ազգը, որ հասկանում է, որ այդ դաշտում ինքն էլ կա, ոչ թե ինքը կողից դիտող է, որ գիշեր-ցերեկ լրատվականներում կամ մեկի օգտին խոսա կամ մյուսի։ Հասկանում եք։ Այդ դաշտում մենք էլ կանք։ Երկրորդ հարցը Շահենի, իրատեսական եք համարում եվրոպական ընտանիքին միանելու առաջիկա տարում, եւ ինչ կտա այն մեզ եւ առհասարակ կողմ եք միանալուն։ Այո, կողմ եմ։ Ինչ կտա դա մեզ, պիտի առաջարկեն, հայտարարեն պաշտոնապես եվրոպական լիդերները։ Նրանք պիտի ասեն, թե նրանք ինչ են պատրաստ տալ, որտեղ դա ենթադրում է որոշակի կոնֆեդերատիվ հարաբերություններ, դա ենթադրում է որոշակի մեր հետ կապված ռիսկերի չեզոքացում, բայց նրանք դրա մասին պիտի հայտարարեն։ Իհարկե կողմ եմ։ Առաջիկա տարում չեմ հավատում։ Առաջիկա մի քանի տարում էլ չեմ հավատում։ Ինչու՞։ Որովհետև այդ համակարգին միանալու համար մեր ժողովուրդը դեռ սովորելու, ինքն իր վրա աշխատելու եւ ինքն իրեն դեռ կազմակերպելու ահագին տնային աշխատանք ունի անելու։ Այստեղ կարևոր է որ այդ միացմանը, այդ համագործակցությանը տեսականորեն այդ համագործակցությանը մենք գնանք մեր որոշակի ազգային դիմագիծը պահելով, որոշակի մշակութային դիմագիծը պահելով։ Դա շատ կարևոր է։
Դա նախապայման է։ Ու օրինակ կոպիտ ասեմ, պետական լեզուն Հայաստանի Հանրապետությունում հայերենն է։ Օրինակ, կարող եմ շարունակել այս տեսակ պայմանները, բայց որոշակի մշակութային եւ ազգային առանձնահատկությունը պահելով։ Եվ էլի սա չի կարա լինի տեր ու ծառայի հարաբերություններ։ Սա պետքա լինի ինքնորոշված երկրի ժողովրդի հարաբերություն մեկ այլ աշխարհ քաղաքական սուբյեկտի հետ կամ սուբյեկտների հետ։ Այսօրվա եվրոպամետները ինչ խոսում են, նրանք գաղափար անգամ չեն կազմում ինչը արևմտյան արժեքները։ Նրանք ընդամենը զբաղվում են լոբինգով։ Նրանք լոբիստներ են, լոբինգը գիտեք որն է, քարոզիչներ։ Արևմտյան աշխարհում դա ընդունված բան է, հատկապես Միացյալ Նահանգներում կամ անհատներ եւ կազմակերպություններ, որոնք փող են վերցում, այս վերջերս էլ հայտարարին չէ, Նիկոլը վճարել է մի այդպիսի կազմակերպության, որպեսզի Հայաստանի ռեյտինգը տենց բարձրացնեն, թե ինչ։ Այդ մարդիկ զբաղվում են քո ռեկլամով, այսպես ասած։ Մարքեթինգ են անում։ Քո մարքեթինգով են զբաղվում, քո անունի, քո հեղինակության մարքեթինգով են զբաղվում։ Այդ մարդիկ մարքետոլոգներ են, եթե այսպես, քաղաքական մարքետոլոգներ են, լոբիստներ են։ Առանց բացառության։ Եթե նրանք դրա համար փող են ստանում, էլի հասկանալի է։ Եթե ձրի են այդ ամեն ինչը անում, իսկ իրանք էլ չեն հասկանում ինչ են անում։ Իրանք ընդհանրապես լոբիստներ են։ Ով Ուկրաինայի պատերազմում ջերմերանդ երկրպագում էր, ողջունում էր Ուկրաինային եւ ամենավերջին Ռուսաստանը պարտվում է, ջախջախվում է, այդ ում տենց բան եք լսե, դրանք քաղաքական մարքետոլոգներ են։ Նույնը Ռուսաստանինով միանշանակ Ռուսաստանը են փտած արևմուտքը, նեխած արևմուտքը, չգիտեմ, հեսա կործանվում Ամերիկան, հեսա արևմուտքը այլանդակությունները սենց, ով այսպես միանշանակ դրած խոսում է Ռուսաստանի օգտին, նրանք էլ լոբիստներ են։ Պրոստը ռուսական մշակույթում լոբիզմը, այդպես լոբինգը, այսպես ասած, բան չի, ձևավորված չի էլի ըստ էության, բայց նրանք քաղաքական մարքետոլոգներ են։ Քաղաքական մարքեթինգ են անում։ Նրանք քաղաքական ոչ գործիչ են, ոչ վերլուծաբան են, ոչ քաղաքական մտքի կրող են։ Երրորդ հարց. տեսնում եք արդյոք Արցախահայության վերադարձը Արցախ, Արցախը վերադարձնելու հնարավորություն եւ ինչպես։ Շնորհակալ եմ։ Այս հարցին պատասխանելու համար ես կասեի նախ, հիշենք, որ պետությունը դա 100-ամյակների ծրագիր է։ Այսինքն, եթե 100-ամյակների կտրվածքով ենք նայում, այսպիսի հնարավորություններ տեսնում եմ, իհարկե տեսնում եմ։ Թե պատերազմական, թե նույնիսկ խաղաղ ճանապարհով ես այս հեռանկարը տեսնում եմ։ Եթե 100-ամյակի կտրվածքով ենք նայում, ոչ թե դա լինելու է 100 տարի հետո, այլ եթե մենք այսօրվա մեր ծրագրերը կազմում ենք 100-ամյակի կտրվածքով, ապա տեսնում եմ։ Ես նույնիսկ տեսնում եմ այնպիսի տարածաշրջան, որտեղ հանգիստ այս ժողովուրդները այսօր իրար միս ուտող հանգիստ համագործակցում են, ավելի մեծ խնդիրներ են լուծում, ավելի մեծ իրանց գլխից ծառացած հարցեր են ուրեմն քննարկում, ավելի լուրջ մարտահրավերներ են չեզոքացնում։ Ես նույնիսկ դա եմ տեսնում։ Ես տեսնում եմ տարածաշրջանում համագործակցություն, լայն համագործակցություն։ Բայց եթե վերադառնանք այսօր վայրենիների հավաքածու է այս տարածաշրջանը։ Եվ այս վայրենիների մեջ, ես չգիտեմ, մենք էլ մի վայրենի էլ մենք ենք, այնպես չի։ Մենք պարտված վայրենի ենք, նրանք հաղթած վայրենի են։ Եվ այս վայրենիների մեջ, ես չգիտեմ։ Մեր այն քաղաքական միտքը, որ մենք ենք կրում։ Ես կարծում եմ ցանկացած փուլում կարելի էր Ադրբեջանի Ալիևի խաղի կանոններով մեր ուզածին հասնել։ Ալիևի խաղի կանոններով, Ալիևի պահանջները կատարելով մեր ուզածին հասնել։ Ցանկացած փուլում, բայց եթե ներդաշնակ սինխրոն աշխատեինք, սինխրոն, համակարգված եւ շատ հեռուն նայելով։ Մենք այդպես չենք խաղում։ Մեր գործիչները, առաջնորդները այդպես չեն խաղում։ Այդ չգիտեմ էլի։ Այդքան են հասկանում։ Եթե ես կարողանայի իմ հասկացածը, իմ գլխում եղածը այդ մարդկանց գլխի մեջ տեղավորել,
Ես կարծում եմ հրաշքներ կարելի էր գործել ցանկալ այսօրվա դրությամբ էլ, հենց այսօրվա դրությամբ էլ։ Ես կարծում եմ հնարավոր օրինակ Արցախահայության վերադարձի հետ կապված Ադրբեջանն ասում է պիտի 100,000 ենթադրենք Հայաստանից փախստական վերադառնա։ Ես կարծում եմ այդ Ադրբեջանի ասածին, այնպես կարելի էր ասել, հա, ուղարկի այդ փախստականներին, մի հոգի չգար։ Մի հոգի չհամարձակվեր Հայաստանի սահմանը հատել։ Կամ հատեին մի տարի հետո այդ մարդիկ պատրաստ լինեին Ադրբեջանի դեմ ցույցեր ու ակցիաներ անեին։ Ադրբեջանական բռնատիրության դեմ։ Շատ բան եմ ես պատկերացնում։ Ես որ նայում եմ Ամերիկան ոնց է այդքան ազգեր ժողովուրդներ միտեղ հավաքել, նացիա սարքել, ազգ սարքել, ամբողջ աշխարհը այսպես մատի վրա պտտացնում, 100-ամյակի խնդիր է, 100 տարում հասել են այդ մակարդակին։ Ես զարմանում եմ մենք այստեղ այս խելքով, ու չի ունեցի անցյալ, չի ունեցի պատմություն, Միացյալ Նահանգները, չեն ունեցի այ մարդ, ոչ մշակույթ, ոչ մատենադարան, չեն ունեցի։ Մենակ գենետիկ հետազոտությունների մասին կարելի է բարձրաձայն խոսել, որ ասել այ մարդիկ, դուք դե գենետիկային տեղյակ եք, ձեր գենետիկային տեղյակ եք, կարելի է խոսել։ Խոսում են ոչ։ Պարբերական հիվանդության Հայաստանում կարա մի հատ ինստիտուտ լինի, որ աշխարհին ասի մի հատ այդ Միջերգրածովյան տենդ անունը փոխեք հլը, դա հեչ Միջերգրածովյան չի, դա առաջին հերթին հայկական լեռնաշխարհին է վերաբերում։ Հայկական լեռնաշխարհի ժողովուրդների մեջ կարելի է որպես հայկական լեռնաշխարհի ժողովուրդ ինքնագիտակցությունը զարթնացնել, կարելի է։ Ինչի՞ են մարդիկ սովետական միությունը պատերազմում էր, սառը պատերազմ Ամերիկայի դեմ։ Ուշադիր է օրինակը։ Սովետական միությունը սառը պատերազմի մեջ էր Ամերիկայի դեմ։ Ամերիկյան կինոներ էին բերում այստեղ, որտեղ ամերիկացի զինվորը, ասենք Ռեմբոն, կամ չգիտեմ, Ռոքին բոքս էր կպնում ռուսի հետ։ Ամբողջ սովետական ժողովուրդը բալետ էր անում ամերիկացուն։ Հասկանում եք։ Ու հակառակը շատ լավ, որպես թշնամի էր դիտարկում, սովետ ռուսները, հա, այդ կինոները ռուսները նայում էին, ռուսները բալետ էին անում Ռոքիին եւ Ռեմբոյին, ովքեր ռուսի դեմ են կռվում, սովետական զինվորի կամ չգիտեմ, մարզիկի դեմ են կռվում։ Սրանք կարելի է հասնել, հասել են, օրինակը տեսել եք, իսկ հեչ մտածել եք ոնց անենք մեզ մոտ այդպես ստացվի։ Սրա մասին մտածում ենք։ Ես մտածում եմ, ու ես գիտեմ, որ սենց հնարավոր է այ մարդ, սենց աշխատանք հնարավոր է տանել, բայց դրա համար պետք է աշխատել։ Եվ ամփոփիչ Արցախահայության վերադարձի հարցը կարծում եմ դեռ խմորվում է, առնվազն ռուսական, պրոռուսական ուրեմն շրջանակներում այս տարբերակը քննարկվում է։ Փորձում են հասկանալ Արցախահայության տրամադրությունները, թե քանիսը կհամաձայնվեն այնտեղ գնալ։ Ավելին Էդվոն Մարուքյանը այդ պայմանագիրը, որ անընդհատ հիշատակում է 9-րդ կետը, ասելով 9-րդ կետի եւ առհասարակ այդ նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին, sense թույլ ոնց որ ասած այս տրամադրություններն են։ Հնարավոր հիմա ինչ որ բան անել, ռուսի հետ լեզու գտնել, այդ վերադառնալ այդ նոյեմբերի 9-ի դիրքերին եւ այլն, բայց չգիտեմ, ես չեմ հավատում ռուսներին։ Ես չեմ հավատում ռուսների խոստումներին, ռուսների առաջարկներին, ռուսների վերլուծություններին, ռուսների հաշվարկներին, ռուսների պրոգնոզներին, ես չեմ հավատում։ Իմ պրոգնոզը, որ նման բան հնարավոր է, բայց եթե դիտարկենք, որ ազգը եւ պետությունը 100-ամյակի պրոյեկտ է։ Եվս մի հարց իմ ընկեր Խաչիկ Օհանյանն է գրել. առողջապահությունը քաղաքացու հիմնարար իրավունքն է, թե շուկայական ծառայություն բիզնեսի տրամաբանությամբ։ Ինչպիսին պետք է լինի պետության դերը այս հարցում։ Ով Աչքի շատ լուրջ հարց է տալի, նախ առողջապահությունը ինքը սոցիալական պրոյեկտ է ըստ էության, այո, առողջապահական համակարգը սոցիալական ինստիտուտների մեջ է մտնում, 5 ինստիտուտները հիշում եք, չէ՞, սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական եւ պետական։ Ուրեմն առողջապահությունը դա սոցիալական ինստիտուտների մեջ է մտնում։
Սակայն հարաբերությունները, այսինքն մեկը ծառայություն է մատուցում, մյուսը գնում է, դա շուկայական հարաբերություններ են, իհարկե շուկայական։ Եվ եթե ուզում ենք որակյալ առողջապահություն, դարձյալ դա շուկայական հարաբերություններով է ձևավորվում։ Բայց որպես սոցիալական ինստիտուտ առողջապահության ապահովագրությունը, արդեն որպես տնտեսական ինստիտուտ, պիտի գա այս հարցը կարգավորելու։ Այսինքն տեսեք, երբ որ մենք խոսում ենք ինստիտուտների մասին, մենք ուղղակի ուզում ենք ասել, թե տվյալ խնդրը որ ինստիտուտին է վերաբերվում, որպեսզի դուք հասկանաք, ոչ թե գնաք ասեք, առողջապահության նախարարությունը խի սենց չի անում։ Առողջապահության նախարարությունը դե անելու բան չունի։ Դե անելու բան ունեն, օրինակ, կոնկրետ օրինակ, մասնագիտական ասոցիացիաները։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ բժիշկանք վիրաբույժների կամ սրտաբանների կամ գաստրոենտերոլոգների ասոցիացիաները պետք է լուծեն երկրում։ Ոչ թե ասեն պետությունը խի սենց չի անում։ Պետությունը չպետք է անի, դուք պետք է անեք։ Դուք պետք է անեք։ Տենց է անատոմիան պետության։ Այ եթե դուք եք անգործության մատնված, դա ուրիշ հարց։ Առողջապահության նախարարությունը պետք չի դրանում մեղադրել։ Այբ որ տարբեր շարլատանություն, առողջապահության նախարարությունը լիցենզիա է տալի, մարդիկ կլինիկաներում տարբեր շարլատան դեղորայքներով, բուժումներով ինչ որ դերվիշություններ են անում, ժողովուրդն էլ միամիտ գնում փողեր է տալի մեծ փողեր, իբր թե ընդ բուժօգնություն է ստանում։ Ասում են խիա պետությունը սա թույլ տալի։ Ընկեր դա մասնագիտական ասոցիացիաները պետք է իրանց ձեռը վերցնեն, պահանջեն, որ իրանք պետք է թույլտվություն տան այդ գործունեությամբ զբաղվելու, ոչ թե առողջապահության նախարարությունը։ Մասնագիտական ասոցիացիաները պետք է պահանջեն եւ մասնագիտական ասոցիացիաները պետք է թույլտվություն տան։ Եվ եթե այսօր դա տեղի չի ունենում, լինելու է ամեն տեսակ սխալ, մի խոսքով անհարկի, թերի երևույթներ, արատավոր երևույթներ տեղի են ունենալու։ Հիմա առողջապահության արտադրությունը, այսպես ասած, առողջության արտադրությունը հիվանդանոցներ բժիշկները շուկայական հարաբերություն է։ Գնելու իմաստը ստեղ պետք է սոցիալական պաշտպանությամբ լինի, այսինքն ապահովագրական ընկերություններ, իսկ այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեն, ասեն սոցիալական ապահովության որոշակի ծրագրեր։ Բանի տեսքով։ Չգիտեմ, թոշակի տեսքով է, ինչի տեսքով է։ Բարեգործությունների եղանակով հնարավոր է որոշակի հարցեր լուծել։ Այսինքն վերջին հաշվով առողջապահությունը չես կարա սովետական ժամանակներին վերադարձնել։ Այդ դեպքում կունենաս որակի կտրուկ անկում, կտրուկ։ Ինչքան նորմալ մասնագետ կա, կթողնի երկրից կգնա։ Կմնան տակը, ովքեր որ կմնան։ Վերցեք հենց հիմա պետպատվերով սպասարկվող առողջապահության որակը եւ վճարովի ոչ պետպատվեր սպասարկվող առողջապահության որակը։ Ձեր աչքի դեմ տեսեք։ Մի հատ տեսեք պետպատվերի որակը ու տեսեք վճարովին։ Ինչի, որտեղ այդպես է։ Ոչ ոք պարտավոր չի գա բանը, մեկին հենց այնպես մարդասիրությունից ելնելով օգնություն ցույց տա։ Մի անգամ, 10 անգամ, բայց ոչ ամբողջ կյանքը։ Մի անգամ, 10 անգամ կարելի է, ոչ ամբողջ կյանքը։ Իսկ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այդպես պետք է լինի, թող դա գտնվի բժշկական համալսարան, այդպես բուժօգնություն տրամադրի։ Թող դա ավարտի, դառնա բժիշկ անի։ Էլի չի կարա, չի ձգի։ Ու սա անհեթեթություն է, էլի հին սովետից մնաց։ Մենակ սովետից առաջ տենց չի եղել։ Այնպես որ հիմնարար իրավունքն է թե չէ, դա կյանքի հիմնարար իրավունքն է, կյանքի որակն էլ, կյանքն էլ առողջության հետ է ուղիղ ասոցացվում։ Եվ կյանքի եւ ընդհանրապես պետության նպատակների մեջ համընդհանուր բարեկեցությունն է մտնում, համընդհանուր բարեկեցության սկզբունքների մեջ էլ է տեղավորվում առողջապահությունը, հա։ Մեկս մեկից պետքա ձեռ տանք փոխօգնությամբ այս հարցերը լուծենք, բայց մենք ենք դրա համար, ես, իմ հարազատների համար, իմ ընկերների համար, իմ ընկերները իմ համար, բայց ոչ թե մենք բոլորս ասենք, չէ, մենք ոչի բան չենք անի, թող ինչ որ մարդիկ, որոնք բժիշկ են կամ բժշկական սարքավորում կամ դեղ են ծախում, դա մեզ ձրի տան։ Հասկանում եք լոգիկան։ Եթե ձրի եք ուզում, գնացեք ձեր բարեկամներից փող ուզեք, ձրի, հենց այնց առանց տոկոսի։ Փող ուզեք գնացեք բժիշկի։ Ապահովական ընկերություններ սարքեք, ամիսը չգիտեմ 1000 դրամա, 5000 դրամա տվեք, եթե մի օր էլ կհիվանդանաք, այդ ապահովական ընկերությունից կստանաք բուժում, բանը, ծախսը ձեր բուժումները հոգալու։ Իսկ սա ձեզ չեմ ասում, սա ինձ էլ է վերաբերում, ես եմ առողջապահության սպառող։ Հա, ես բժիշկ եմ, բայց նաև առողջապահության սպառող եմ։ Ես էլ եմ բժիշկների դուռը գնում տարբեր հարցերով։
Եվ այն բլոկը, որ ոչ ոք արդեն չի ծածկում, կարիքավորների կամ այդ մենակ այդ բլոկով պետք է զբաղվի պետությունը։ Այդպես եմ կարծում։ Չգիտեմ ինչքանով սպառիչ պատասխանեցի։ Մի հատ էլ էստեղ նայեմ հարցերը կան թե չկան։ Չէ, ինձ թվում է ստեղ էլ հարցեր չկան։ Համաձայն եք հարգելիներս, որ ստեղ էլ հարցեր չկան։ Էս ինչ է։ Կիրիլովը։ Ինչու է Կիրիլը Մեհրիբանի ոտքերը պաչում։ Նարինե ջան, չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Տեղյակ չեմ։ Եվս մեկ հարց Դավիթի կողմից։ Մինչև 2020 թվական ուժերը բաշխված էին հետևյալ կերպ. Ադրբեջանը ուներ դաշնակից Թուրքիայի, մենք ունեինք Ռուսաստան եւ այդ ուժերը իրար հակակշռում էին։ Ինչպես ստացվել, որ մենք մնացինք առանց դաշնակցի, արդյոք դա կապված չէր Փաշինյանի ընտրվելու հետ։ Ոչ, Փաշինյանի ընտրվելն էր կապված դրա հետ։ Պատճառ հետևանքային տեղերը փոխենք։ Փաշինյանի ընտրվելն էր կապված նրա հետ, որ սև ամպեր էին կուտակվում Ղարաբաղյան հարցի գլխին։ Ու Փաշինյանը ընտրվեց այդ սև ամպերը ցրելու կամ իր օրոք, իր երեսով, իր սևերեսության տակ, որպիսի այս process-ները լինեն։ Բայց ինքն էլ լրիվ ավիրեց ու ապականեց։ Մի խոսքով։ Թեև այս դասավորվածքի հետ պետք է խոսանք դեռ։ Այստեղ ահագին հետաքրքիր բաներ կա, առհասարակ հարցերը հետևյալն են։ Ցանկացած քաղաքագետ, քաղաքական վերլուծություն անող մեկնաբան պետք է մի հարցի պատասխանի։ Ինչու Թուրքիան առաջին Արցախյանի ժամանակ չհարձակվեց Հայաստանի վրա։ Այս շատ կարևոր հարց է։ Ինչու Թուրքիան չհարձակվեց Հայաստանի վրա։ Ինչու Հայաստանը հաղթանակում էր, հայկական զինված ուժերը հաղթանակում էին ու Թուրքիան չհարձակվեց։ Այս հարցին պատասխանեք, այս հարցը շատ հարցեր է բխեցնում Իրանից։ Եվ ահագին միֆեր կսկսեն ձեր աչքի առաջ կասկածելի դառնալ, եթե այս հարցին պատասխանեք։ Այնպես որ ոչ թե տարօրինակ է, որ Թուրքիան այս անգամ Ադրբեջանին օգնեց, տարօրինակ է, որ առաջի անգամ չօգնեց։ Այդ դա է տարօրինակ։ Այս անգամ որ օգնեց, այդ օրինաչափ է։ Ինչի առաջին անգամ չօգնեց։ Այս հարցերին պատասխաններ է պետք։ Լավ, հիմա գնամ այս հենց բուն եթերի տակ հարցեր տված կլինեն, հələ տեսնեմ այս հարցերը ոնց դասավորվեն։ Ուզում եմ վերջից գամ, էլի։ Հա, թե չեմ կարող վերջից գամ։ Լավ, Բագրատ Գրիգորյան, հարգանքներս բժիշկ ջան, ինչպես է գնահատում մեր ընտրելու իրավունք ունեցող մարդկանց քաղաքականապես հասուն լինելու շանսերը գոնե 2030 թվականի ընտրություններում։ Բացի կրթությունից ուրիշ ինչ ազդող ֆակտոր կա նշված գործընթացում։ Նախ հետաքրքրությունը, կրթությունից առավել կարևոր է Բագրատ ջան, հետաքրքրությունը։ Մարդիկ պետք է հետաքրքրված լինեն իրենց ապագայով, իրենց սերունդների ապագայով։ Մարդիկ պետք է, տեսեք, մենք ապրում ենք անձրև կարկուտ, չէ, գալիս է, տարերային երևույթներ են տեղի են ունենում։ Մենք հեշտ մտածում ենք փոխենք կլիման։ Չէ, չենք մտածում։ Ամենաշատը մեր տան, չգիտեմ, պատերն ենք ավելի ջերմամեկուսացումը լավացնում եւ այլ, բայց կլիման փոխելու մասին մենք չենք մտածում։ Հիմա պատկերացրեք այդ նույն խելքով էլ, այդ նույն տրամադրվածությամբ մենք քաղաքական process-ներին ենք ենթարկվում։ Մեզ թվում է թե քաղաքական process-ները տենց էլ պետք է լինեն, էլի։ Մենք չենք հասկանում, որ դա մենք կարանք փոխենք։ Այսինքն պատկերացրա դու մի օր կարաս արդեն որոշես գարնան այս գարունը կլինի անձրևոտ, թե չէ։ Ամառը կլինի շոգ, թե չէ, երաշտ կլինի, թե չէ։ Պատկերացրա դու կարանաս դա որոշես։ Հիմա ժողովուրդը, երբ որ այս գիտակցության նախ ցանկություն, որ ինքը փոխի քաղաքական կլիման, երկրորդ գիտակցություն, որ ինքը դա կարա փոխի։ Դա կարա փոխի, ինքը կարա գնա անդրատեղամաս ու փոխի։ Գյումրեցին փոխեց։ Եկավ Վարդան Ղուկասյանը, փոխեց։ Ամերիկացին փոխեց։ Եթե նույնիսկ Թրամփի այս մի ընտրությունները կանխատեսելի էին, ըստ դրա պրոգնոզը արդեն կա։ Թրամփի առաջին ընտրությունները անկանխատեսելի են եղել։
Անկանխատեսելի, ամբողջ քաղաքական վերլուծական դաշտը շոկի է մատնվել, կանխատեսումներ անող, չգիտեմ, ստատիստիկա անող եւ այլ, այդ բոլորը շոկի են եկել եւ շոկի են մատնվել, երբ որ Թրամփը առաջին անգամ ընտրվեց։ Որովհետեւ ժողովուրդը կարա փոխի այդ կլիման։ Նույնիսկ այնպես փոխի, որ ոչ ոքի մտքով չանցնի։ Այսա գոնե հիմա, եթե Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, Լևոնի ժամանակ, ներողություն որ անուններով եմ տալիս, ներողություն եմ խնդրում իրանց համակիրներից, ուրեմն նախագահների ժամանակ, այսպես ասեմ, եթե նախագահների ժամանակ այդ հնարավոր չէր, ըստ էության հնարավոր չէր, որովհետև կար հռեկոպալի բռի ուժ եւ այլ, ժողովուրդը տենց անջատված էր Ղարաբաղյան հարց կա, բավոր sense մի բան լինի։ Հիմա այդ հարցերը հո չկան։ Հիմա հո կարակ ոչ թե իներցիայով, այլ հələ պատկերացրեք 90-ականների սկիզբն է ու դուք կարող եք որոշում կայացնել։ Միշև 96-ին առաջին մեծ հարվածը եղավ ժողովրդավարությանը, որ ժողովուրդը զգաց, որ իր որոշումը բան չի փոխելու։ Դա ամենասարսափելի բանն էր, որ եղավ 96 թվականին։ Հայ ժողովրդի քաղաքական գիտակցության, քաղաքական ինքնության, ես Լևոն Տեր-Պետրոսյանին գիտեք, որ հիմնականում, այսպես ասած, համակրում են, բայց 96 թվականը պետական դավաճանություն է եղել։ Դրանից հետո էլի են եղել պետական դավաճանություններ, բայց 96-ը եղել է պետական դավաճանություն։ Երբ որ Վազգեն Սարգսյանը ասում է 100% էլ ձայն տակ բանակը ձեզ չի ենթարկվելու, սա պետական դավաճանության մասին հայտարարություն է։ Ինչքան էլ ուզում եմ հիմա կինո նկարեք, հերոսացրեք, բանարեք։ Թեև նույն Վազգեն Սարգսյանին, երբ որ վերջում արդեն Դեմիրճյանի հետ ուզում էր մի լավ բան անեն, ասին հոп։ Այսինքն ստե պետք չի որ անձին, որպես իմ վերաբերմունքը անձին չի։ Ես ուզում եմ ցույց տամ արժեքները ոնց են։ Ու մինչև մենք արժեքների հարցում Շանթը հաճախ ասում արժեքների հեղափոխություն։ Մինչև մենք արժեքների հարցում չգանք ընդհանուր հայտարարի, մեր միջև համակարգ մեր միջև վստահություն չի լինելու, փոխադարձ վստահություն չեղավ, մենք համակարգենք չենք ձևավորելու։ Եթե մենք համակարգեր չձևավորեցինք, սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական եւ պետական համակարգեր չձևավորեցինք, չեն դառնալու դրանք ինստիտուտներ։ Նախրի պես արածելու ենք այս տարածաշրջանում, եթե մենք սկիզբը արժեքների շուրջ չեկանք ընդհանուր համաձայնության։ Իսկ այդ արժեքները հետեւյալն են, որ 96-ին ինչ եղել է, Վազգենը ոնց դրսևորելա, Վանոն, Քոչարյանը, Սերժը, մյուսները, սաղ այդ թիմում են եղել։ Բոլորը այդ օրը եղել են Լևոնի հետ ու բոլորը ստորագրել են այդ 96 թվականի այդ հայտարարության տակ։ Այնպես որ նոր այդքանից հետո քաղաքական գիտելիքը, հենց այսքանը հետաքրքրի մարդկանց, այդ գիտելիքը մեծ գիտելիք չի։ Ավելին մենք առաջիկայում հիմնադիր զավակներ նախաձեռնության շրջանակներում քաղաքական դպրոց սեմինարիա ենք ուզում կազմակերպել 5-ից 7 դաս կլինի ընդհանուր առմամբ ցանկացողներին կհայտարարենք երբ լինելու ցանկացողները կարող են գալ որպես ելի ասում դպրոց սեմինարիա քաղաքական այսպես դասերի մի քանի բան կան դե իմանալու սովորելու դա շատ բարդ չի մի քանի բան կա լավ ու հիմնական հա բազիսը բարդ չի Եղիշե Ադամյան այո Վազգեն Սարգսյանը դավաճան է եղել դե չեմ տեսեք ոչ թե ասեմ Վազգեն Սարգսյանը դավաճան է եղել ոչ ոնց 98-ին 99-ին Վազգեն Սարգսյանը Դեմիրճյանի հետ երբ որ դաշինք կազմեց դավաճանական էր նրա գործողությունները ոչ իհարկե ոչ ուզում էր երկիր խելքի բերել այո ուզում էր դրա համար չի կարելի այսպես մի դրոշ դնել մի բան պիտակ դնել մարդու վրա անցնել առաջ չէ ժողովուրդ եկեք արժեքներից ենք չէ խոսում մենք խո չենք ուզում այս մարդուն անուն կպցնենք այն մեկին սրբացնենք չէ մենք ուզում ենք առանձին վերթված քայլերը գնահատենք եւ լինենք քաղաքականապես հասուն Եղիշե ջան դրա համար պետք չի էլի տենց
Հա ես էլ եմ այդպես բաներ խոսացել, բայց ոչ դավաճան չեմ ասել, ուրիշ բան եմ ասել։ Սամվել Մկրտչյան, խնդալու է, որ մարդիկ մտածում են մենք դաշնակից ենք ունեցել։ Ճիշտ է ասում Սամվելը։ Բոլորի հետ տեր ու ծառայի հարաբերություն է եղել։ Չի եղել հավասարի հարաբերություն որևիցե լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։ Բոլորի կողմից մենք մանիպուլացվել ենք, շահագործվել ենք, միլիոններով փող են դրել Հայաստանում, միլիարդներով փող են դրել Հայաստանում, բայց գիտեք ինչ սկզբունքով։ Մի անգամ տենց մի ծրագրերի հետ կապ ունեցող մեկը ասեց, որ մեր սիրելի արևմտյան ֆոնդերին եւ մի խոսքով եւ ոչ միայն ֆոնդերին կազմակերպություններին, երբ որ ասում են, որ գիտեք, այս ձեր դրած փողը գնում է տեղ չի հասնում, պրոդուկտ չի դառնում, արդյունք չի դառնում, իրանք էսպես էին պատասխանել, որ իրանց պետք է առաջին հերթին process, ոչ թե արդյունք։ Իրանց պետք է process, ոչ թե արդյունք։ Կարծում եմ, եթե կրթություն են ուզեցել ապահովել Հայաստանում, այո, այդ դեպքում պետք է process, որովհետև իրանց պետք է ուղղակի գործընթացներ լինեն, որպեսզի ժողովուրդը կամաց կրթվի, սովորի։ Թեև արդյունքը չէր բացառում։ Եվ իրենք կարային այնպես անեն, որ այդ միլիարդով դրած դոլարները ստեղ դառնային իսկական ժողովրդավարություն, քաղաքական հասնություն եւ այլն, բայց իրանց այդպես պետք չի։ Իրանց պետք է լինի ժողովուրդ, որ քաղաքականապես ավելի հասուն է, քան թե միջին վիճակագրական եվրոպացին։ Այստեղ պետք չի լինի այնպիսի իշխանություն, որը քաղաքականապես ավելի հասուն է կամ հավասարաչափ հասուն է, ոնց որ միջին վիճակագրական ռուսական քաղաքական գործիչը, որը իմպերիայի մասշտաբով է մտածում։ Իրանց դες պետք չի։ Ստեղ պետք են քյալոներ եւ բոշեկ։ Քաղաքական վերնախավում քյալոներ, ժողովուրդը բոշա։ Էս է իրանց պետք։ Երկուսին էլ ու կռիվ են տալի այս քյալ բոշեքին, ով կկարողանա ամեն մեկը իրանով անի։ Ստե դնում են այդ քյալությունն ու բոշայությունը ամուր, ամրապնդող, խոսող գլուխներ, մեկը բարեպաշտ, մեկը մի քիչ չգիտեմ սենց, մեկը մի քիչ նենց։ Ու վերջ, այս քյալ բոշեքի հանրությունը շարունակում է տեր մանգալ։ Ես էլ խոսում եմ, Facebook-ս բան են անում, սահմանափակում են։ Օրը մի ստատուսից ավել ես չեմ կարա դնեմ։ Եթե մի ստատուս դրեցի, նախ դրա տեսանելիությունը սենց տնեն ծնգած է, երկրորդ ստատուսը ընդհանրապես չի ցույց տալի այլոց։ Հատուկենտ։ Այսպես է Facebook-ը։ Այդ դեմոկրատական խոսքի ազատության պաշտոնապես էլ հայտարարել է, չնայած Ցուկերբերգը հայտարարել է, որ Ամերիկայում չի լինի ցենզուրա, միջև է տեղել է ցենզուրա, գիտեք։ Facebook-ը ունեցել է ցենզուրա։ Հենց Ամերիկայում էլ ունեցել է ցենզուրա։ Թրամփից հետո հայտարարեց, որ Ամերիկայում էլ ցենզուրա չի լինի, բայց կարծում եմ մեր վրա ցենզուրան պահում են։ Հա։ Խաղաղության պայմանագիր կկնքվի, եթե այո, ապա երբ։ Նայեք ոնց է։ Խաղաղության պայմանագիր Ախր ես չգիտեմ Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ ինչքանով է պարտավորված։ Ամբողջ արևմտյան աշխարհը ուզում է, որ այս պայմանագիրը կնքվի։ Ադրբեջանն էլ է շատ ուզում, որ այս պայմանագիրը կնքվի։ Ինչի որտեղ այնտեղ Ղարաբաղը վիճելի տարածքից դառնում է Ադրբեջանի տարածք, արդեն Հայաստանի կողմից ճանաչված։ Այդ պայմանագրով տենց է լինում։ Հիմա ասում են, չէ, Պրագայում գնաց Նիկոլը ճանաչեց, բան ճիշտ են ասում։ Միջև այդ ոչ մի նախագահ, ոչ մի առաջնորդ դա չէր ճանաչել։ Բայց Նիկոլն էլ լավ օրից չի, որ գնաց այդպես արեց։ Ռուսաստանը ակնհայտորեն ցույց տվեց, որ հանգիստ նայելու է, թե ոնց է Ադրբեջանը տրորում, անցնում, ուրեմն Հայաստանի վրայով իր համար միջանցք բացելով ռազմական ուժով։ Եվ այդպես Նիկոլը որոշակի հանգամանքներից ելնելով գնաց եւ արեց ինչ որ արեց։ Բայց մինչեւ այսօր, քանի ստորագրություն չի դրված, Ադրբեջանը վիճելի տարածք միջազգային օրենքով։ Հիմա խաղաղություն կկնքվի, բախի չի հիմա Ադրբեջանը կնքում։ Ես չգիտեմ։ Հիմա էլ կարա կնքի։ Քիչի կնքում, իրանց շատ ձեռնտու է այդ։ Ավելին է ուզում ստանա։ Քաքակերի այստեղ կարելի է ասել։ Ավելին է ուզում ստանա, չէ։ Ըստ երևույթին չեն թողում։ Ըստ երևույթին հույս ունեն, որ Նիկոլին կգցեն կգան ստեղ Քոչարյանը բան կվերադառնան նոյեմբերի 9-ին
ու Ռուսաստանը, որտեղ Ռուսաստանը Ադրբեջանին ասում է, այն դու պայմանագիր ես ստորագրել նոյեմբերի 9-ին, որով համաձայնվել է սրան։ Ռուսաստանը դեռ այդ պահանջը Ադրբեջանից կարա ունենա եւ վերադառնա նոյեմբերի 9-ի դրույթներին, բայց միջանցք տան ռուսներին, որպեսզի նա էլ դա տրամադրի թուրքերին, ադրբեջանցիներին։ Չի բացառվում, որ չգիտեմ սա հնարավոր է թե չէ, բայց համենայնպես կարա սենց վարկած քննարկվի։ Այնպես որ կկնքվի թե չէ ինձ համար դժվար է ասել։ Մյուս տարբերակը, եթե տեսնեն ադրբեջանցիները, որ Նիկոլը ռեալ փոխվելու է, այսինքն ոչ ռուսինա ձեռնտու, ոչ թուրքին, միգուցե այդ ժամանակ կնքեն, գոնե թուրքին ձեռնտու լինի, չգիտեմ։ Բայց համենայնպես դա Հայաստանի եւ Ռուսաստանի Հայաստանի եւ Ադրբեջանի որոշելիքը չի, որտեղ Հայաստանն ասել է պատրաստ եմ, Ադրբեջանը ոտը կախակցում։ Այն դեպքում որ դա ձեռնտու է Ադրբեջանին։ Մերոնք էլ այս քանի օրս Արսեն ոնց մոռացա։ Մի խոսքով։ Առողջապահության նախարար։ Մի խոսքով Արսենն էր խոսում, ասում է այդ պայմանագիրը եթե հայամետ, հայանպաստ չլներ, բանը Ադրբեջանը հիմա վաղուց էր ստորագրել։ Ну կարամ այտենց էլ դիտարկեմ, որ երևի հայանպաստ է, որ Ադրբեջանը չի ստորագրել, բայց չեմ հավատում։ Ավելի շուտ ես կարծում եմ, որ Թորոսյան, Արսեն Թորոսյան, կարծում եմ ռուսների ահից ու վախից է, որ հələ որ չի ստորագրում, որտեղ նոյեմբերի 9-ը կա, որով Ադրբեջանը որոշակի բաներ է պարտավորվել, այդ թվում Պուտինին։ Մերսի։ Ես ավելի շուտ Մելանիա Գրիգորյան, ես ավելի շուտ կհարցնեի դուք ուզում եք, որ այս ռեժիմը ստորագրի խաղ պայմանագիր, չէ որ դա կապիտուլյացիոն թուղթ է։ Հարգելի Մելանիա, կապիտուլյացիա չես անում, ինչ ես անում, սկսեմ այդ կետից։ Ինչ ես անում, յանի, հիմա այդալու ես ինչ անես։ Ինչ կարող ես անել այսօրվա քո պայմաններում, այսօրվա քո պետական ինստիտուտներով, այսօրվա քո բանակով։ Այսօրվա ինչ կարող ես անել։ Յանի հեսա մտնում ես Բաքու, հրաժարվում ես կապիտուլյացիա ես ստորագրում, սա մեկ, երկրորդ կապիտուլյացիան վաղուց է ստորագրել, երրորդ ես կուզենամ դա ստորագրվի թե չէ, թող պայմանները ներկայացնեն, ասեմ, ուզում եմ թե չէ։ Ես դες քյոր լև բանը թու կներեք, Նիկոլի որոշած բանով բանակցությունով ես չեմ կարող ասել, դա ստորագրի թե ոչ չստորագրի։ Այսինքն չեմ կարող ոչ ասեմ հենց այնքան այն բանի համար, որ դա Նիկոլն է բանակցել։ Որտեղ Նիկոլը իր գլխու չի բանակցել, դա 100 հոգի, այդ թվում արևմուտքից, այդ թվում իրանական կարծիքն է, Իրանի կարծիքն է հաշվի առնված, որոշ չափով ենթադրում ռուսների հետ են հաշվի նստել այդ պայման փաստաթուղթը բանակցելիս։ Ամերիկայի հետ են հաշվի նստել, հատկապես Ամերիկայի հետ են հաշվի նստել այդ փաստաթուղթը բանակցելիս։ Այնպես որ չեմ կարծում, որ դա ուղղակի այն հիմքով, որ Նիկոլն է բանակցել, պետք է ասել ոչ, բայց այո ասել առավել եւս չեմ կարող։ Դրա համար պետք է այդ փաստաթղթին ծանոթ լինեմ։ Նույնիսկ այդ փաստաթղթի կետերը բավարար կարող է չլինեն, պետք է ամեն կետը մեկնաբանվի։ Դե կից պիտի մեկնաբանություններ տրված լինեն ամեն կետին, որ դու հասկանաս, ես ինչ է բանակցել։ Այս ինչ է պատրաստվում անի առաջիկա 50-100 տարում կամ առաջիկա 30-50 տարում։ Այդ այսօրվա ստորագրելիք առաջիկա 30-50 տարվա մասին է։ Դե Պուտինը նես չի, որ առաջի պարտավորությունն է, որ չի կատարել, Մինսկի համաձայնագիր ունեն իբր 2010-ի վիդեո կաղրիմը իր բերանով Ուկրաինայա ճանաչում, էտա, ռեալ պոլիտիկը, իրական քաղաքականությունը էտա։ Լևոնը բարև, բժիշկ ջան, 1000 բարև Լևոն ջան, մեր ազգային հիմնախնդիրները անհեռատես լինելու մեջ է։ Ճիշտ ասում, անհեռատես ենք, մենք չենք հասկանում, որ այն ինչ այսօր ենք անում, դա 30-50-100 տարվա նախագիծ է, սա կարևոր է։ Եվ երկրորդը ինչն է կարևոր, մի այսպիսի արտահայտություն լսեցի ես վերջերս, ասում է նա ով ուզում է ամեն ինչ եւ միանգամից ստանում է ոչինչ եւ աստիճանաբար։ Նա ով ուզում է ամեն ինչ եւ միանգամից ստանում է ոչինչ եւ աստիճանաբար։ Այ մենք այդ լրիվ մեր մասին է։ Ուրեմն պետք է ուզել
նախ աստիճանաբար, գոնե լավ աստիճանաբար, եթե ամեն ինչ ենք ուզում, աստիճանաբար ժողովուրդ ջան։ Իսկ դրա պետք է երկար խաղալ։ Իսկ երկար խաղալու համար ընտրում են կադրեր, երկար խաղալու համար սերնդափոխություն են ապահովում։ Ոչ մի երկար խաղացող համակարգ չէր հանդուրժի առանց սերնդափոխության մի սերնդի վրա կառուցել ամբողջ խաղը։ Մեր իշխանավորները մի սերնդի վրա են կառուցել ամբողջ խաղը, 80-ական, 90-ականների քաղաքական սերունդը, մինչև այսօր քաղաքականությունն է թելադրում։ Այս են եղել մերոնք։ Ուրեմն երկար չէին խաղում։ Նրանք, որ մտածեին երկար խաղի մասին, կպատրաստեին իրանց հետևից նոր կադրեր, կբերեին նոր կադրեր, սերնդափոխություն կանեին։ Ինչի եմ անընդհատ այդ դրա մասին խոսում, որտեղ երկար խաղի համար դա պարտադիր է, պետությունը դա հարյուրամյակների նախագիծ է, ազգը դա հազարամյակների նախագիծ է։ Այո Լևոն ջան, մեր ազգային հիմնախնդիրները անհերատես լինելու մեջ է։ Վերլուծական աշխատանքի բացակայությունը մեր պարտությունների հիմնական պատճառն է բոլոր ոլորտներում։ Համամիտ չեք, իհարկե համամիտ է։ Ինչ կարծիքի եք, եթե խաղաղության պայմանագիրը դնրի հանրաքվեի։ Շատ հետաքրքիր հարց է, սրան ուզում եմ անդրադառնալ։ Ժողովրդի մոտ հարցերը ասենց չեմ կարող բացեմ ամբողջ հարցերը, ընդհանրեն կես ժամ առաջ տրված հարցերը չեմ կարող պատասխանեմ, դրա համար կներեք, որ այսպես եմ ասում։ Հանրաքվեի մասով հետևյալը կասեմ։ Ժողովրդի խելքի բանը չի այս մասշտաբի հարցեր, այո կամ ոչ ասելը, ուշադիր։ Ամբողջ ժողովուրդը, հա, որոշակի զանգված կարա գիտակցի պատկերացնի, խորությունը հասկանա, բայց ամբողջ ժողովուրդը չի կարող ուղղակի, ու դա կապ չունի կրթվածության աստիճանի հետ։ Մարդիկ կարան բարձրագույն ինստիտուտները ավարտած լինեն, բայց չունենան այդ քաղաքական խորաթափանցությունը։ Ինչպես իմ գոլեգաներից ոմանք, ովքեր ինձ մեղադրում են պակաս հայրենասեր լինելու մեջ, հələ ես ավելի փիս բաներում են մեղադրում։ Կրթված, հասուն մարդիկ են, բայց լսում են չեն հասկանում։ Իրանք որ ոռով են մտածում, կարծում են, որ դու էլ պետք է տենց իմպուլսիվ եմ թնած, պակաս իմպուլսիվ չեմ, բայց իմպուլսիվ եզրահանգումների ես չեմ կարող գամ։ 3 նեյրոնանի ռեֆլեքս չի իմ քաղաքական պատկերացումը։ Վերջը, թեև ամբողջ ժողովուրդը չի կարող դա պատկերացնի, ժողովուրդը պատասխանատվություն է կիսում։ Այսինքն հանրաքվեները այնպիսի հարցերում, որոնք ճակատագրական են, բայց եւ այնպես մարդիկ այդ հարցերը այդ աստիճան չեն կարող խորությամբ հասկանալ, դրվում են հանրաքվեի, պատասխանատվությունը կիսելու համար։ Այդպիսի հարցեր դրում են հանրաքվեի։ Բա որ դրին հանրաքվեի ու ժողովուրդը ասեց ոչ։ Ինչ անելու Նիկոլը։ Կամ Նիկոլը չի մեկ ուրիշը։ Այսինքն ստեղ մյուս հարցը կա։ Եթե նա շատ է ուզում պատասխանատվություն կիսի, կդնի հանրաքվեի, բայց դա պատրաստ է ոչ պատասխանին։ Եթե պատրաստ է, ունի պլան B, ու նույնիսկ կարող է չդնել հանրաքվեի, մի անգամից անի պլան B։ Չգիտեմ, այնպես որ կարող է դնի, նու կարող է, բայց այս դեպքում քիչ հավանական եմ համարում, որ ստորագրելը կդնեն հանրաքվեի։ Ավելի շուտ այդ ծրագրով կգան ընտրությունների, դա ոնց նախընտրական ծրագիր կդնեն, հետո կընտրվեն, կասեն, տեսեք, ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որ այս պայմանագիրը ստորագրենք։ Այսա ավելի խելքին մոտիկ է իմ կարծիքով։ Ոչ թե հանրաքվեի դնեն, այլ այդ օրակարգով գան, այդ քաղաքական ծրագրով գան ընտրությունների մասնակցեն։ Ընտրություններում մեծամասնություն հավաքեն, ասեն ժողովուրդը մեր քաղաքական ծրագրին այոյ ասե, մեզ ընտրե, մենք լեգիտիմ ձևով կարանք այդ ստորագրությունը դնենք։ Ավելի շուտ sense մի բան կլինի։ Ինչ էիր ուզում, Պուտինը Փաշինյանից 2020 թվին, որ նա չտվեց, կարող էր Փաշինյանը փրկել Արցախը եւ ինչ գնով։ Ոչ, Փաշինյանը չէր կարող փրկել Արցախը, կամ ինչ եք հասկանում Արցախ ասելով, ամենայնպես այդ գրավված շրջանները կամ ազատագրված շրջանները, ինչպես անուն ուզում եք դրեք, կամ գրավելով ազատագրված շրջանները, Նիկոլը պիտի տար։ Ես վերջերս Ստեփա Սաֆարյանը հետաքրքիր բաներ ասում, որ այդ առաջարկը Լավրովի պլան կոչվածը չի ելը Մինսկի խմբի եռանախագահների առաջարկ, դա եղել է բացառապես ռուսների առաջարկ։ Եվ ստեղ միգուցե նաև Ամերիկայի եւ Ֆրանսիայի օկտին խաղալով
հրաժարվել են Լավրովի պլանից։ Միգուցե հույս են ունեցել, որ Ֆրանսիան եւ Ամերիկան իրանց տեր կկանգնեն։ Ուշադիր, ես կարևոր է որ ասեմ, շատ կարևոր է, իհարկե սա դեռ ստուգել է պետք է այս ինֆորմացիան, բայց տեսեք ստացվում է ասենց, որ 19 թվից ոնց որ Լավրովը պլան է առաջարկում, շրջանները տվեք եւ այլն։ Այս պլանը բացառապես ռուսական պլան է ալնում, երևի ռուսական խաղաղապահներ պետք է մտնեն դրանից հետո, ու Ամերիկան ու Ֆրանսիան ոնց որ չեն ուզում, որ միայն ռուսների ուզածով լինի, եւ Նիկոլը, չգիտեմ դրանից առաջ Սերժը այս սիտուացիայում եղել է թե չէ, բայց Նիկոլը բան է անում։ Նաեւ ոչ է ասում ըստ երևույթին, հույս ունենալով, որ Ամերիկան եւ Ֆրանսիան իրան տեր կկանգնեն։ Եվ համենայնպես այդպես են ասել, որ առաջի անգամ Պուտինին զանգել է իր Պուտինի ծննդյան օրը, եթե չեմ սխալվում, ամսի 7-ին։ Իսկ 10 օր հետո պատերազմը սկսելուց։ Ինչը աբսուրդ է։ Աբսուրդ է։ 27-ին պատերազմը սկսում է, ամսի 7-ին նոր առաջի անգամ Նիկոլը զանգում է Պուտինին շնորհավորելու, պախոդու ասում է ինչ կա չկա։ Ու ընթացքում էլ արդեն թե 19-ի խաղաղության համարվան Մակրոնի հետ, հետո գնացին Ամերիկա, այսինքն հույսները եղել է Մինսկի խումբը։ Մինսկի խումբն ասեց Մինսկի խումբն էլ ասեց ինչ որ ասեց։ Ու հիմա սա չեն բացահայտում հնարավոր է զգույշ խոսամ էլի, որ հանգարց արևմուտքի նկատմամբ մեր ворբացությունը չչքվի, չանհետանա։ Մենք շարունակենք արևմուտքի նկատմամբ լինել այտենց պաշտամունքային հավատով լցված։ Մարդկանց դուր չի գալի իրականությունը, եթե մանավանդ այդ իրականությունը մի քիչ դառնա։ Բժիշկ ջան, ՌԴ-ի քաղաքական վերնախավում ջահել չկա, հիմի ինչ նրանք պետություն չեն ունենալու, դրա համար էլ էսօրին են, բա դրա համար էլ էսօրին են, եկա հսկայական գերտերություն Ուկրաինայի դեմ տեսակ ոնց է ամենայն դեպս 3 տարիա պատերազմում է, բա պատկերացրեք Եվրոպան միացյալ ուժերով հանգարցակի պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ, պատկերացնում եք ինչ կլինի։ Այդպես չի, որ Ուկրաինայում միացյալ ուժերով են, դա այդպես բան է, քարոզչություն է ընդամենը, որ տիպը Ռուսաստանի հեղինակությունը չգցելու համար։ Այսօր էլ երբ որ Թրամփը Ռուսաստանին հաշվի առնում, ավելի շուտ, որտեվ երբ որ ուկրաինական պատերազմը սկսավ, ես լսում եմ իրանց վերլուծաբաններին, ամերիկացի վերլուծաբաններին, ու հիմնականում նրանք ինչու էին դատապարտում Բայդենին, հա, ուկրաինական պատերազմի մեջ հակառուսական այդ աստիճան դիրքորոշման համար ինչու էին դատապարտում։ Ասում էին դու Ռուսաստանին տանում մցնում ես Չինաստանի հետ դաշնակցային հարաբերությունների տակ։ Դու ստիպում ես, որպեսզի Ռուսաստանը Չինաստանի հետ մի այլ կարգի ընդհանուր մեկ միավոր դառնա, մեկ դաշինք դառնա։ Այնինչ պետք է Ռուսաստանին պոկել Չինաստանից, քաշել դեպի այս կողմ, որտեղ իրենց թիվ 1 խնդրեմը Չինաստանն է, առաջիկա տասնամյակների համար, այդ մարդիկ տենում են տասնամյակներով, ու այդպես էր, այդ դրանում էին մեղադրում, ու Թրամփը եկավ չեկավ մի անգամից, թե Թրամփն էլ 1000 անգամ հայտարարել է, որ Չինաստանը իր թիվ 1 խնդրեմն է, Ամերիկայի համար թիվ 1 մրցակիցն է, ու գուցե հակառակորդ, ու եկավ չեկավ Ռուսաստանին, Պուտինին փշի է անում, որպեսզի հավասարակշռի դեպի Չինաստան, այդ Չինաստանի միացյալ այսպես ուժը թուլացնի։ Պուտինը դա շատ լավ հասկանալով խաղում է, մի խոսքով։ Ձեր կարծիքով 44-օրյա պատերազմի պարտության պատճառները լիարժեք ուսումնասիրված են պատկան մարմինների կողմից։ Պատկան մարմինները Լևոն ջան, եթե ուսումնասիրեն ամենամեծ մեղավորությունը իրան, ով ուսումնասիրեց ինքը թե մեղավոր է դուրս գալու։ Այսինքն պարզելու է, որ ամենաշատ խնդիրներ ինքն արէ, բայց վերջին հաշվով 44-օրյա պատերազմի պարտության հիմնական պատճառը դա նախկինում եղած բարդակն է եղել համապետական մասշտաբներով։ Բոլոր ինստիտուտներում, բոլոր ոլորտներում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որպես կազմակերպիչ լինելով ապիկար, որպես քաղաքական գործիչ լինելով քաղաքականապես տհաս, այդ
չկայացած այդ խարխլված համակարգի վրա եկավ նստեց որպես առաջնորդ։ Ու տենց Հայկ ջան, դուք ինչ կարծիք ունեք այն հայտարարությունների մասին, թե իբր Հայաստանը կապիտուլյացիա է ստորագրել։ Ստորագրել է, բա ինչ արել։ Չի ստորագրել կապիտուլյացիա։ Ես անձամբ համաձայն չեմ այդ թեզի հետ առավել սկզբից երկու պատճառով նշելով. առաջին, Հայաստան Ադրբեջանի հետ օֆիցիալ չի պատերազմել, լավ, դե յուրե եթե չէ դե ֆակտո, հա, բայց պատերազմել է, էլի, այդտեղ ինչ կարևոր է։ Սենց կոպիտ ասած պատկերացրա Հարություն ջան, կներես հարցդ կիսատ եմ կարդում, ասենք ամուսիններ են, ԶԱԳՍ-ով փսակված չեն, բայց մեկը մեկին, այսպես ասած, անհավատարմություն է դրսևորում։ Հիմա դա դավաճանություն է, թե չէ։ Հա, ԶԱԳՍ-ով փսակված չեն։ Բայց հիմա այն մեկ անբարոյական է, թե չէ, ով որ դավաճանում է։ Այնպես որ թուղթը իր տեղն ունի, բայց ես անձամբ համաձայն չեմ այդ թեզի հետ, հա, ճիշտ է, որ առաջ կորավ։ Ժողովուրդ ինչքան հարցեր կան, ես հələ տեսնեմ կարամ մի բան անեմ այս հարցերը։ Արդեն ժամից ավելա զրուցում ենք։ Մի քանի հա, հեսա։ Առաջին Հայաստան Ադրբեջանի հետ օֆիցիալ չի պատերազմել եւ այստեղից բխող մեկ հարց. ինչ իրավունքով է Հայաստանի Հանրապետությունը 20 թվականին կնքել այդ չարաբաստիկ պայմանագիրը։ Հա, ինչ իրավունքով։ Պատերազմող կողմեր, իր բանակներ ընդեղ, իր հրամանատարներն էին, իր սպառազինություններ։ Մի խոսքով փաստացի ամբողջությամբ փաստացի Հայաստանը այդ խնդրի մեջ ներգրավված է եղել, բանակցությունների կողմ է եղել եւ այլն եւ այլն։ Հեն ունի զինված ուժեր, այն է պաշտպանության բանակ եւ այլ պետական հաստատություններ։ Ես այդ կարծիքն ունեի, որ պետք է իրան գոնե փորձեն կիսել, որպես Ղարաբաղը ինքնորոշման համար է պայքարում, ոչ թե Հայաստանի տարածքների համար, բայց էսի չգիտեմ, մերոնք համարել են, որ այսպես պետք չի կամ այսպես սխալ է կամ չի լինի համոզել, որտեղ դիմացը նստած են լուրջ երկրներ, որոնք կասեն ընկեր ջան, ես քեզ էս էշի տեղ դրե թե մեզ, կարճ կոնկրետ։ Այդպես կասեին։ Ու դրա համար մերոնք որոշել են ոչ դիմացնին էշի տեղ դնել, ոչ էլ ինքներն իրենց։ Ավելի շուտ մեզ են էշի տեղ դրել, մեզ շարքային քաղաքացիներին կառավարությունը եկել ու էշի տեղ են դրել։ Բարի երեկո դոկտոր ջան, իսկ մեր երկրի աշխարհագրական դիրքը, որ քաղաքական որոշման պարագայում կդիտարկվի մեր օգտին։ Ես կարծում եմ չեզոքություն։ Շատ նման ենք Շվեյցարիայի դիրքին այն ժամանակ, երբ որ Շվեյցարիան չեզոքություն հայտարարեց։ Ամբողջ Եվրոպան եռում էր պատերազմների, կոնֆլիկտների մրցակցության մեջ, Շվեյցարիան իրան նեյտրալ հայտարարեց, ու այդ նեյտրալիտետով բալանսավորելով ու կարողացավ հարատևել։ Հիմա ես կարծում եմ այտենց մի բան էլ Հայաստանը պետքա անի, բայց ելի եմ ասում, այս կարծիքը շատ ավելի հիմնավոր կլինի կամ միգուցե վերանայվի այն դեպքում, եթե ես ծանոթանամ լրջագույն փաստաթղթերի եւ լրջագույն բանակցային պրոցեսների։ Ընդհանուր տպավորությամբ այդպես եմ պատասխանում։ Եվ Նիկոլ ուղակի հոսանքի տակ է, ինչ գարանտիա ունենք, որ հաջորդ ՀՀ ղեկավարը նույն խաղալիքը չի լինի, չէ որ աշխարհը կառավարող դեմքերի գեղեցիկ դիմակների ետևում բազար գողական իրականություն է։ Գարանտիան քաղաքացիների հասուն լինելն է։ Հայ ժողովուրդը մինչև հակակշիռ չլինի իր իշխանություններին, իր քաղաքական հասունությամբ, ոչ մի գարանտիա էլ չի լինի։ Դրա համար թիվ 1-ը հանրությունը որպես քաղաքական ազգ ներկայանալն է, դառնալն է, քաղաքական ազգի վերածելն է հանրությանը, ովքեր քաղաքական են։ Էտա հնարավոր չի առանց դրա որևիցե գարանտիա։ Գնաց կորավ։ Մնացածը գնաց կորավ, պատասխանները։ Անընդհատ sense ոնց որ նոր բաներ ա բերում Facebook-ը, քանի որ on-line ենք։ Ինչպես եք դնում կոռուպցիայի դեմ պայքարը, Դավիթ Կարայան, լավ հարց է, թվայնացման առումով շատ ենք հետ մնում։ Թվայնացումը 1, առհասարակ կոռուպցիան դա պետական լծակների չարաշահումն է, առաջին հերթին, պետական լծակները պակասացնում ես, հնարավորինս մասնավորին թողում ես ինքնակարգավորման վրա, ինչքան քիչ լինեն պետական լծակներ, այնքան կոռուպցիայի ռիսկն էլ քիչ կլինի, էլեկտրոնային ուրեմն կարգավորումները, շփումները, քաղաքացիների եւ պաշտոնյաների էլեկտրոնային հարաբերությունները կբերի նրան, որ այդ կոռուպցիան էլ ահագին այդ առումով կնվազի, բայց
առաջինը բյուրոկրատական մենեջմենթը կրճատել եւ ավելացնել ինքնակարգավորման այլ համակարգեր, օրինակ բիզնես մենեջմենթը։ Հասկացանք։ Այնպես որ կոռուպցիայի դեմ պայքարը նախ հետո մի կարևոր բան է, ժողովուրդը պիտի ունենա հակակոռուպցիոն մշակույթ։ Այսինքն օրենքներով սրա դեմը չես առնի։ Մարդիկ պիտի հասկանան ներողություն հիմա գրեիք բառ եմ ասելու, որ կոռուպցիան բոզի տղություն է։ Եթե էսի չի նստած մարդկանց մեջ որպես պատկերացում, այլ հակառակ, դե կոռուպցիան հարաբերությունների ձև է, էլի ախպեր։ Եթե սենց է կոռուպցիայի դեմ պայքարը անիմաստ է, անիմաստ չի, որոշակի արդյունք կտա, բայց լուրջ արդյունքներ, ես գիտեք ինչու, ես մոտավորապես ծանոթ եմ Միացյալ Նահանգների այդ պարլամենտական կոռուպցիային, այդ լոբիստական ընկերությունների, չգիտեմ, այլ շահագրգիռ կողմից եղած Անենց կոռուպցիաներ կա, նույն այդ Եվրոպարլամենտում 3 միլիարդ ադրբեջանական լվացքատան ծրագիրը, կարծեմ Եվրոպարլամենտում էր, այդ 3 միլիարդ դոլարի կոռուպցիա էր բաժանել։ Այսինքն դրա դեմ, այսինքն այս մակարդակի կոռուպցիան այնուամենայնիվ աշխարհում լրջորեն կա, բայց որպեսզի սա չլինի, պետք է լինի հակակոռուպցիոն մշակույթ, իսկ դա արժեբանական է, առաջի հերթին։ Այդ արժեբանականն էլ ոնց են գալիս դրան լավերին պրախոտ տալով, ճանապարհ տալով, պիտի տոն տան լավագույնները, արժանիները, ոչ թե արժանիներին նախանձով եւ ատելությամբ ոտերի տակը փորել, բամբասել, ինչա թե իր նախանձը, իր չգիտեմ ինչը, այդ նախանձից բոլորս ենք վարի գնում։ Հենա, իրար կերան, վերջ ունեցանք, ինչ որ ունեցանք։ Արցախյան պատերազմը հետևանքներով։ Ով օգուտ քաղեց, ով տեղ շահեց, ոչ ոք։ Ողջույն Հայկ, Արտյոմ Բաղդասարյան, հուսով եմ, որ լավ եք, մտածում էի ծանոթ եք արդյոք բացարձակ ժողովրդավարության սահմանադրական նախագծին, դե չեմ սխալվում Հայրիկյանի նախագիծն եք ասում, խորությամբ ծանոթ չեմ, Հայրիկյանի հետ երկու բառ խոսացել եմ այս թեմայով, հեռախոսով, մի քանի բան խոսացել ենք այս թեմայով եւ ասեմ, որ ինձ համար պետքա բացարձակ հանրապետականություն, ոչ թե ժողովրդավարություն, որտեղ բացարձակ ժողովրդավարության ես կարծում եմ իմ քաղաքական պատկերացումներով ես դրան չեմ ձգտում։ Ես ձգտում եմ հանրապետական կառուցվածքի եւ հանրապետական բարքեսքին, երբ որ տեսեք ժողովրդավարությունը դա process է, որոշակի ֆունկցիա է, որը որոշակի կլիմա է, որը կա երկրում, բայց դրա համար պետք է երկիրը ունենա որոշակի կառուցվածք, անատոմիա։ Ժողովրդավարությունը անատոմիա չի։ Ժողովրդավարությունը անատոմիայից հետո բխող process է։ Ես կարևորում եմ ցանկացած ինչ-որ բան հարց լուծելուց, ուրեմն կառուցվածքը, անատոմիան, ինստիտուտները, այսինքն բացարձակ ժողովրդավարության ինքնատպատակ չի էլի դա։ Թեև այս ձեր ասացից հետո խոստանում եմ Հայրիկյանի հետ կապվել, մի հատ հանդիպել, տեսնել ինչա այս մասին մանրամասն ասում, որտեղ մի քանի բան մենք տենց թեթև սա քննարկման նման բանավիճեցինք այս հարցերի շուրջ, բայց դա տենց էլ կիսատ մնաց, կենթանի հանդիպում շփում չի եղել։ Կհանդիպեմ այս հարցը կքննարկենք, որպեսզի ավելի վստահ ասեմ, որ այնուամենայնիվ ոչ թե ժողովրդավարությունն է առաջին պլանում, այլ դա արդյունք է հանրապետական կառուցվածքի, ռեսպուբլիկանիզմի, դեմոկրատիան ռեսպուբլիկանիզմի արդյունքում է գալիս։ Իսկ դա ինչ է, դա երբ որ հանրությունը մասնակցում է process-ներին, այդ process-ները պարտադիր չի, որ լինեն քվեարկություն ժողովրդավարության դեպքում, ասում է քվեարկում են, ընտրում են ենթադրենք, եկեք տենանք որն է լավ քվեարկում։ Հիմա հարց, ընտանիք ինստիտուտը քվեարկությամբ է, ոչ, շուկայում քվեարկում են, ոչ, մասնավոր սեփականությունը քվեարկություն է, ոչ, իշխանությունների թևերի բաժանումը վերտիկալ եւ հորիզոնական կամ չգիտեմ, բանը ասա, չգիտեմ, իրավապահ համակարգը որպես վեճերը դատական կամ արբիտրաժային լուծումները կամ պայմանագիրը որպես ինստիտուտ հարգելը, սրանցից որ մեկում ընտրություն, ոչ մեկում։ Ընտրությունները դա ընդամենը քաղաքական ինստիտուտներից մեկն են։ Ժողովրդավարությունը Հայրիկյանի ասած, այս քաղաքական ինստիտուտներից այս մեկը ինքը ուզում է դարձնի կատարյալ։
Բայց ես ինչ եմ ասում, չնայած հանդիպելու եմ հետը։ Ես ինչ եմ ասում։ Ասում դա ընդամենը ամբողջ պետության, երկրի ինստիտուտներից մի բլոկն է ընդամենը։ Եթե մնացած տեղերում խարխուլ է, կամ մնացած տեղերը օկուպացված են ստվերային կառավարության կամ ստվերային պետության կողմից, ոնց որ մեղվի բանը ռամկան պատկերացնում եք, չէ, այս բջիջները։ Հիմա պատկերացրեք ամեն մի բջիջ մի ինստիտուտ է, այս բոլոր բջիջներով ձևավորվում է ամբողջ երկրի պետություն ինստիտուտը, հանրապետություն ինստիտուտն է ձևավորվում։ Հիմա պատկերացրեք, այստեղ տարբեր ինստիտուտներ փչացած են ու ворթ է նստած, մեղրի փոխարեն ворթնաց է։ Պատկերացնում եք։ Այս դեպքում մենք մի ինստիտուտը կատարելագործելով կամ կատարելության հասնելով ընտրությունների ինստիտուտը, ինչը որ այդ բացարձակ ժողովրդավարությամբ է, կարծես թե որքան ես եմ հասկանում, բացարձակ ժողովրդավարությամբ է հասնում, ապա սենց հարց չի լուծվի։ Ամբողջ երկիրը իր բոլոր ինստիտուտներով պետք է աշխատի։ Ունդեղ բազմաթիվ ինստիտուտներ կան, որոնք ընդհանրապես ընտրությունների հետ կապ չունեն։ Հետևաբար ռեսպուբլիկանիզմ, դրա համար եմ ասում, այդ նոր գաղափարը կներկայացնեմ, ազատական ինստիտուցիոնալիզմ կամ ազատակարգություն, ազատական ինստիտուցիոնալիզմ։ Մի խոսքով շատ լավ բան է դա։ Ժողովուրդ, այսօր մենք կարող է արդեն հոգնածնում ենք ձեզ, չնայած բազմաթիվ հարցեր կան, որոնք իսկ այսօր ՀՀ քաղաքական ուժերից ում եք վստահում։ Ոչ ոքի չեմ վստահում։ Հիմա շարունակեմ պատասխանը։ Ցանկացած մեկի հետ պատրաստ ենք նոր հասարակարգի եւ դրա փաստաթղթավորման նոր սահմանադրության հարցի շուրջ քննարկումներ անելու։ Ինձ թվում է սպառիչ պատասխանեցի ձեր հարցին։ Եվ մեդիա դաշտը գրեթե ամբողջությամբ ապականված է, ում վստահի ժողովուրդը մեծ մասը չի կարող վերլուծել իրական կեղծից։ Կարող է։ Ժողովուրդը առաջին իր մեծամտությունը պետք է հանի։ Ժողովրդին թվում է, ես բժիշկ եմ, աշխատում եմ պացիենտի հետ, ես նրան էքսպերտի կարծիք եմ ասում, ինքը վիճարկում է այդ կարծիքը։ Ես եզրակացություն եմ տալի, դիագնոզ եմ տալի, ինքը վիճարկում է այդ դիագնոզը։ Ոչ մի բան չիմանալով։ Ուղղակի իր համար դա թվում է անհասկանալի կամ տարօրինակ։ Ես իրեն դեղ եմ նշանակում, ինքը վիճարկում է այդ նշանակումը։ Այսքան մեծամիտ, արա, էքսպերտը քեզ ասում է գլուխը տուր պատին, ուրեմն դմփունը պիտի լսվի։ Այ էդ է մեր ժողովուրդը։ Ըստ ես մեր ժողովրդին ասելիք ունեմ, ձեր ցավը տանեմ։ Մտածեք, որ այսօր դուք սովորելու բան ունեք ու 3 ամսից եթե սովորեք, եթե մի քիչ խորը մտածեք, ավելի խելացի կլինեք, ավելի իմաստուն, քան այսօր։ Մտածեք, որ դուք չեք հասել ձեր կարողությունների, ձեր իմացությունների գագաթնակետին։ Այսքան բան, ես չեմ ասում հիմար եք, ուղղակի մտածեք, որ մի ամիս հետո, 2 ամիս, 3 ամիս դուք կարաք շատ ավելի խելացի լինեք, քան այսօր եք։ Դուք չեք հասել ձեր հասկացողության, հասունության գագաթնակետին, այսպես կարծեք, անկախ տարիքից։ Միշտ մտածեք, որ բան կա, որ մի բան ճիշտ չեմ պատկերացնում։ Այո, 50 տարի սխալ եմ իմացել։ Հնարավոր է ձեր ցավը տանեմ։ Այս է առաջի հերթին։ Եթե այսպես լինի, շատ լավ կհասկանան այդ մեդիայում ով է սուտ ասում, ով է ճիշտ ասում։ Ով է լողավազանում գազեր պղպջակի տեսքով բաց թողում, ով է իսկականից գործից խոսում։ Ժողովուրդ, ես կխնդրեմ, այսքանով սահմանափակվենք, ժամուկես տևեց արդեն, ես մնացած հարցերին կծանոթանամ, եթե կարիք լինի առաջիկայում այդ հարցերին էլ հատուկ անդրադառնալով մեկ ևս ուղիղ եթեր կանեմ, հուսով եմ չեք նեղանա, բայց անպայման հարցերին կնայեմ և կպատասխանեմ, թերևս այսքանը, խնդրում եմ, էլի եմ ասում, ավել պակաս ներող եղեք, ամենալավ բաները ձեզ, բարի գիշեր։